Ստեղծել եք այդ երազանքի ընտանիքը։ Ես հա, սպասումներ կա լրացման, բայց ես հիմա այնքան երջանիկ եմ, երբ որ տեսնում եմ Քրիստի ու իմ մամայի փոխհարաբերությունները, հասկանում եմ, որ այնքան ճիշտ ընտրություն եմ ես արել։ Ավելի շատ ոնց որ իմ մաման է, ոչ թե քո։ Երբ ձեր երեխան ծնվի ու դուք տեսնեք իրեն, ուղղակի հասկանալու եք, որ հենց այդ երեխան պիտի ծնվեր, իսկ այդ երեխան պետք է ծնվեր հենց այդ ժամանակ։ Ուզում եմ լիարժեք ընտանիք ունենամ։ Չեմ ասի, որ չեմ նեղվում, որ այսքան ձգձգվում է, բայց հավատում եմ, որ Աստված երբ կամեցավ այդ ժամանակա լինելու։ Գևը մի քիչ ավելի սրտնեղում ա, որ չի ստացվում, որովհետև ինքը վաղուց էր պատրաստ։ Իսկ ես քանի որ նոր եմ զգում, որ ես պատրաստ եմ, ես ավելի թեթև եմ։ Ինչքան երկար եմ ես ապրում Գևի հետ, այդքան ավելի ու ավելի վստահ եմ լինում։ Հաստատ ես չեմ ցանկանա, որ ապագայում իմ երեխան անցնի այն փուլերը, ինչը որ ես եմ անցել։ Պետքա գիծը անցներ, որ հասկացներ իրան, որ չէ, բոլոր տղամարդիկ չեն այնպիսին, ինչպիսին դու ես պատկերացնում։ Տարիներ անցան, նոր ինքը եկավ այդ գիտակցությանը։ Ինչքան տարբեր ընտանիքների ես տեսնում, հասկանում ես, որ ամուսնությունից հետո սկսվում է բավականին բարդ շրջան իրար ադապտանալու, կենցաղի մեջ իրար ճանաչելու։ Մինչև ամուսնությունը ես էլ էի տենց մտածում, նախ մտածում էի, որ շատ դժվար է լինելու, բայց ամուսնանալուց հետո մենք ոնց որ արդեն երկար տարիներ իրար հետ ապրել ենք։ Մեզ մոտ շատ հեշտ եղավ, որովհետև մեկս մյուսի պահանջները կարևորում ենք։ Ժամերն եմ հաշվում, երբ եմ Գևին հանդիպելու, որ պատմեմ, կիսվենք։ Ես չեմ նեղանում, հազվադեպ, եթե ինքը նեղանա, մեկ օրից ավել չի տևում։ Բայց ինչպես է սիրտը շահում։ Իրան ընդամենը պետք է մի հատ գրկել ու ինքը լրիվ փոխվում է։ Գաղտնիքը ասել է։ Հա, ինքն է ասել ինձ այդ գաղտնիքի մասին։ Ոչ մի բան չի անում, ասի սպասի ասեմ։ Քրիստի մայրիկի կողմից նվերը շատ լայն քննարկման արժանացավ։ Հարսանիքից հետո ով տեսնում էր առաջի հարցը էր ասում. «Այդ տանն եք ապրում, ես իմ ընտանիքին ամեն ինչով կապահովեմ», բայց այն մի հատ միտքը, որ ես լսեմ, օրինակ Քրիստ ասում է, չէ, մենք միասին ամեն ինչի կհասնենք, մենք միասինը արդեն ինձ համար ամեն ինչ է։ Ավելի մեծ ոգևորությամբ ես սկսում անել։ Եթե դու ստեղծում ես ընտանիք, ուրեմն ընտանիքում պիտի լինի ամեն ինչ օգնելով, աջակցելով։ Երևի թե պետքա վայելեի այս տարիները, հետո էլ գիտակցում եմ լավ, եթե հիմա չանեմ, երբ անեմ։ Ես երեխաներ եմ ունենալու, ուզում եմ իրանց համար ամեն ինչ արդեն պատրաստ լինի։ Ձեր գործընկերներից Ռոզան Դավթյան խոսել էր այն մասին, որ ներկա չի եղել ձեր հարսանիքին, հրավեր չի ստացել։ Այսպիսով խոսվել էր այն մասին նաև, որ նախկինում ունեցել եք ընկերական հարաբերություններ, որոնք հետո չեն պահպանվել։ Չկա մարդ, ում ասեմ, այս մարդու հետ ես չեմ շփվում։ Life Room-ի գործընկերներն են Seven Star Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, Ital Solar ընկերությունը։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Մենք չենք վաճառում նյութեր, մենք վաճառում ենք երջանկություն, որովհետև կանայք այստեղ լուծում են իրենց փոքրիկ խնդիրները, դրանք լինեն կոմպլեքս, թե լինի առավելություն, որ ուզում են ավելի ցայտուն դարձնել, դիմահարդարումը հենց այդպիսի մի զենք է, որով կարող ես առանց ասելու, առանց շեշտելու մտնել տարածք ու արդեն բավականին շատ բան ասած լինես քո մասին։ Սերը բուժեց։ Ու սերը բուժեց։ Life Room-ի սեր շարքում այսօր Գևորգ Մկրտչյանն ու Քրիստինա Հովանեսյանն են, ողջույն։ Ողջույն։ Եթե անկեղծ ես այնքան եմ սիրում այս հաղորդման հենց խորագիրը ու սերը բուժեց, հետաքրքիր է դուք ինչպես բուժեցիք իրար։ Մենք ուղղակի գտանք իրար ու բուժվեց մեր բոլոր ցավերը կամ կարելի ասել ամեն ինչը։ Այո, անտիգրիպին ես, ինձ համար։ Քչացրու իմ հաղորդման ռոմանտիկան։ Տեսակ, չէ, ես ինչքան ռոմանտիկ եմ, ինքը չէ։ Ինձ օրինակ մենակ էտա օգնում, երբ ես հիվանդանում եմ, անկեղծ։ Ասում եմ, ես քեզ չեմ օգնում, հա։ Եկեմ դու ավելի ես օգնում։ Լավ։ Մենք ըստ էության հանդիպում ենք ձեր ամուսնությունից գրեթե 1 տարի հետո։ Ինչպես փոխվեց կյանքը ամուսնությունից հետո։ Ինձ թվում է երկուսիս կյանքն ավելի հեշտացավ։ Մեկ հարկի տակ ապրելը շատ ավելի լավ ու հարմար է մեզ համար։ Քո համար ինչը փոխվեց։ Ես ինձ մենակ չեմ զգում, այդ ամենակարևորն է, որովհետև քանի որ ես մայրիկիս հետ եմ միշտ ապրել, ինքը գնում էր գործի, ես տանը լեքսիկիս, չգիտեմ, նախորդ հաղորդման ասել եմ, որ ես լեքսիկ ունեմ, հիմա ասեմ, իրա հետ էի միշտ։ Ոնց որ կինոները մենակ են նայում, հացուտերս մենակ էր լինում, ամեն ինչ մենակ է անում, իսկ հիմա որ Գևը կա, ավելի ինձ լիարժեք եմ զգում։ Բա Մեկ կոմենտ կերել։
Առօրյան միշտ միասին եք անցկացնում։ Երևի օրվա մեծ մասը միասին ենք լինում, որովհետև մեր գործն էլ ընդհանուր կարելի ասել, բայց լինում են ժամանակներ, որ ես հա առանձին դե բնականաբար աշխատանքի, ստուդիաներ, Քրիստը տանը, ես կամ իմ գործերով, հա, բայց հիմնականում օրվա մեծ մասը միասին ենք։ Որպես կանոն մարդիկ ասում են, որ այդ համատեղ առօրյան ինչ որ մի փուլում հետաքրքիր է հավեսա լինում, հետո գալիս է շրջան, երբ վեճերն են շատանում, այսինքն ենթադրենք, հա, աշխատանքի շուրջ ինչ որ վեճ է լինում ու դա գալիս է նաև տուն է հասնում ձեզ հետ։ Այս սահմանը ինչպես եք դնում, որպեսզի օրինակ աշխատանքի շուրջ վեճը չգա եւ չհասնի տուն։ Մեր մոտ տոն։ Հա, վեճեր չենք ունենում աշխատանքայ։ Չգիտեմ, միշտ մեզ հարցնում են, օրինակ ինչ վեճեր եք ունենում, բայց անկեղծ վեճեր չենք ունենում։ Եթե ինչ որ մի փոքր տրամադրության փոփոխություն է լինում, դա իմ մոտ է լինում, դա աշխատանքի հետ կապված է լինում։ Այդ էլ ավելի շատ գալիս է երաժշտական գործի հետ կապված։ Դե դերասանական առումով, երբ որ աշխատանքի ենք լինում, լարվածություններ չեմ ունենում, երաժշտական առումով մի քիչ ավելի շատ է իմ լարվածությունը, որովհետև նախ ես երգերի առումով էլ չեմ կարողանում կողմնորոշվել, դրա համար եմ սկսել ուշ երգեր թողարկել, հետո էլ ինչ որ պատկերացումներ ունեմ, մի բան ինչ որ իմ պատկերացումներով չի գնում, օրինակ պլանավորում եմ տեսահոլովակ նկարեմ, արդեն 3 անգամ պլանավորել ենք, օր ենք որոշել ու հետո ինչ որ մի բան այն չի գնացել ու փոխել ենք, այդ լարվածությունները իմ այդ ժամանակ է սկսվում, բայց դե ես գիտակցում եմ, որ դա աշխատանք է ու ամեն ինչ պետք է թողնել այդտեղ։ Կարողանում եմ տարանջատել ընտանիքը աշխատանքից, եթե ես օրինակ աշխատանքում մի քիչ լարվում եմ, ես իմ հանգստությունը արդեն տանն եմ գտնում։ Օրինակ, երբ որ ես ինչ-որ միտեղ մենակ եմ լինում, ինչ-որ մի բան եմ իմանում, ժամերն եմ հաշվում, երբ եմ Կևին հանդիպելու, որ այդ ամենը պատմեմ, կիսվենք, չգիտեմ, իմ համար մենակությունը էլի ես չեմ սիրում։ Բայց շուտով գնում մենակ եմ լինում։ Մինչև ամուսնանալը մի քիչ չէի պատկերացնում, էլի, որ ամեն դեպքում ամուսնանում ես ամբողջ օրը միասին բան, բայց ամուսնանալուց հետո հասկացա, որ չէ, սենց ավելի լավ է, ու սենց ավելի լավ ես դու ինքդ քեզ զգում, երբ որ քո սիրած մարդը քո կողքին է, ու այդպես չկա, էլի, որ իրարից հոգնենք, բան, որովհետև մեր մոտ միշտ սենց տարբեր թեմաներ կա խոսալու, քննարկելու, մի խոսքով մեր մոտ միշտ ամեն ինչ հետաքրքիր է, նես չի, որ ինչ որ, չգիտեմ, ամեն օր նույն ձև ենք ապրում, նույն առօրյան ենք ունենում, որպեսզի հոգնենք։ Շատ հաճախ մարդու լարվածությունից ամենաշատը տուժում են ամենամտերիմ մարդիկ, որովհետև անծանոթ մարդկանց հետ քեզ թույլ չես տա լինել այնպես, ինչպես այդ պահին զգում ես, իսկ հարազատ մարդկանց ներկայությամբ կարող է ուղղակի ռելաքս լինես, այնքան վատ էմոցիա տաս, որ հետո մտածես, բայց ինչու այս մարդուն պետք է տա այդ էմոցիան, բայց տվել ես արդեն։ Հազվադեպ, բայց լինում են պորտկումներ, բայց ավելի շատ լինում է մեր քավորին։ Ամենաշատը տուժելա քավորը մեր, ով էլ իմ երաժշտական պրոդյուսերն է, Արմանը, կյանքում ամենաշատը իմ պորտկումներից ինքն է տուժել։ Ինձ փրկել է այդ ամենից։ Հա։ Քրիստի մասին հոգ տանելու զգացողությունն է, որ քեզ թույլ չի տալիս պորտկումներ ունենալ իր ներկայությամբ։ Հա։ Ես գիտակցում եմ, որ միգուցե ես այդ բանին տաքացած լինեմ, կարող է ինչ-որ սխալ մի բան անեմ, որը որ պետք չի։ Այդ գիտակցումը կա ինձ մոտ։ Դու շատ փխրուն ես։ Երբեմն։ Այո։ Երբեմն։ Դե ո՞նց ասեմ։ Հա, ավելի շատ հա կանչը։ Այդ փխրունությունը երբեմն խանգարում է քեզ կամ շատ ավելի լարվում ես, հանկարծ մի բան ավելին չասես։ Չէ, սենց ասեմ, փխրուն է, բայց նեղացկոտ չի։ Այսինքն ինքը շատ ուշ է նեղանում ու մեզ մոտ գիտես ոնց է, եթե ինքը նեղացավ, ես չեմ նեղանում, հազվադեպ, եթե ինքը նեղանա, մեկ օրից ավել չի տևում։ Բայց ինչպես է սիրտը շահում։ Իրան ընդամենը պետք է մի հատ գրկել ու ինքը լրիվ փոխվում է։ Ու ինքը ինձ այդ գաղտնիքը ասել է։ Հա, ինքն է ասել ինձ այդ գաղտնիքի մասին։ Ոչ մի բան չի անում, ասես սպասի ասում, ու ոնց պետք է անել։ Մեկ-մեկ մեզ տղամարդկանց պետք է հուշել։ Դե դրա համար հիշեցի։ Հիմա գիտես։ Նման դեպքերում ինչպես եք լուծում գտնում, նստում եք, խոսում եք, թե կարող է ինչ-որ զայրացած մի բան նետեք։
Չէ, խոսում ենք հիմնական չեմ խոսում, բառերի մասն է խոսում։ Գրկելուց հետո նստում խոսում ենք։ Հա, չէ, խոսում ենք, օրինակ ես ավելի խուսափում եմ տես թեմաներից, ես չեմ սիրում էլի, ինչը բացասական է, ես չեմ սիրում այդ ամեն ինչը քննարկել, բայց Քրիստը չէ, ուզում եմ ինչը վերջ քննարկենք, հասկանանք, բա։ Ես անցնում եմ առաջ, ես երբեք չեմ պահում էլի այդ նեղված վիճակը, փորձում եմ անցնեմ առաջ, շատ դեպքերում ինքն ասում, չէ, արի խոսանք, հասկանանք ինչ է, նոր անցնենք առաջ։ Ես պետք է նստեմ, խոսեմ, արդյոք հասկանամ իր տեսանկյունը, իմ տեսանկյունը, որ անցնենք նոր։ Ես ուղղակի չեմ կարող անցնել, խոսանք նոր անցնենք առաջ։ Իսկ ինչ թեմաներ կան, որ օրինակ այդպես խոսել եք, իրար հասկացել եք, իրար դիտանկյունից եք սկսել հարցին նայել։ Ավելի շատ երևի կենցաղի հետ կապված, օրինակի համար, չգիտեմ, չենք նեղացել իրարից, ուղղակի օրինակ քննարկել ենք, այս ինչ բանը կարելի է սենց անել, այս ինչ բանը կարևոր է, այս ինչ բանը օրինակ նոր երկրորդական է։ Օրինակ ես գիտեմ, որ Գևը ուտել է շատ սիրում, իսկ ես պատրաստել ընդհանրապես չի կարողանում։ Մինչև ամուսնություն Բայց հիմա արդեն հա։ Հիմա անենց համեղ է։ Ինչ խոսք։ Դե բաներ կա, օրինակ մինչև ամուսնությունը դու այդքան էլ ուշադրություն չես դարձնում, որովհետև դու մենակ ես։ Բայց երբ որ կողքդ հայտնվում է մարդ, մի քիչ արդեն սկսում ես կարևորել նաև իր պահանջները։ Նու պահանջ չէ, առօրյա բաներ են, որոնք որ կարևոր են, էլի։ Իրականում առօրյա շատ հարցեր կարևոր են, որովհետև ի վերջո մեր կյանքը բաղկացած է առօրյայից ու մենք անընդհատ բախվում ենք այդ առօրյա հարցերին։ Երբեմն ասում են, չէ, որ կենցաղը կարող է սպանել հարաբերությունները։ Դա ինչու է այդպես, որովհետև մենք կենցաղին բախվում ենք ամեն օր, ամիսը մեկ չենք բախվում դրան կամ 2 տարին մեկ չենք բախվում դրան։ Ես առաջ միշտ մտածում էի, որ ամուսնությունից հետո պիտի սկսվի մի հատ շատ սիրուն շրջափուլ, որովհետև ի վերջո երկու մարդ, որոնք իրար սիրում են, սկսում են իրար հետ համատեղ ապրել։ Մի բան, որին ձգտում են մինչ ամուսնական կյանքում։ Բայց ինչքան մեծանում ես, ինչքան տարբեր ընտանիքների ես տեսնում, հասկանում ես, որ ամուսնությունից հետո սկսվում է բավականին բարդ շրջան իրար ադապտանալու, կենցաղի մեջ իրար ճանաչելու ու շատերը ասում են նույնիսկ, որ կենցաղի մեջ իրար ճանաչելով հասկացան, որ մինչև այդ իրար չեն ճանաչել։ Ձեր մոտ այդ զգացողությունը եղել է, որ այ հիմա նոր սկսում ենք իրար ճանաչել կամ կենցաղի մեջ բախվում ենք իրար հետ։ Օրինակ մինչև ամուսնությունը ես էլ էի տենց մտածում, նախ մտածում էի, որ շատ դժվար է լինելու, նոր մի կյանքի փուլ ես մտնում, որը որ այդքան էլ հեշտ չի, բայց ամուսնանալուց հետո չգիտեմ, կարող է մեր տեսակներից էր թե ինչ, մենք ոնց որ արդեն երկար տարիներ իրար հետ ապրել ենք ու ոնց որ նոր չմտնենք այդ փուլ, այ արդեն տարիներ շարունակ իրար սովորել ենք։ Համար 3 տարի ամուսնացած։ Ոնց որ դե մի տարի ենք ամուսնացած, 3 տարի ենք իրար ճանաչում, 3 տարի արդեն ամուսնական կենցաղում ապրենք։ Մեզ մոտ շատ հեշտ եղավ, որովհետև մեկս մյուսի պահանջները կարևորում ենք, ինձ թվում է այդ շատ կարևոր է, էլի հասկանաս դիմացինդ ինչ է ուզում։ Եթե դու ապրես մենակ քո համար, չկարևորես դիմացինիդ, ինձ թվում է այդ ժամանակ նոր արդեն կսկսեք իրար չհասկանալ ու կենցաղը առաջ կգա։ Որտեղ է գաղտնիքը, որպեսզի շարունակեք միշտ իրար լսել, իրար ցանկությունները առաջնային դասել։ Ամենակարևորը իրար հետ պետք է անկեղծ զրույցներ ունենաք, որ հասկանաք մեկը մյուսին։ Եթե դու ինչ-որ բանից օրինակ նեղվես ու դա քո մեջ պահես, քո կողակցի հետ չքննարկես, ինձ թվում է այդ ամեն ինչը մեջդ կուտակվելու է ու մի օր պայթելու է։ Իսկ երբ որ պայթեց, արդեն ամեն մանրուքին սկսելու ես ուշադրություն դարձնել ու ամեն ինչից կախվել։ Բայց եթե օրինակ ինչ-որ մի բանը հասկանում ես, կարելի է մի ուրիշ կերպ անել, քննարկեք, կարող է ինքն էլ է տենց մտածում, ուղղակի պետք է իրան դա հուշել։ Ավելի շատ դու ես Քրիստին ինչ-որ բան հուշում, թե Քրիստը քեզ։ Ես քեզ երևի։ Ես էլ ինքն էլ, հա։ Դե հիմա ասեք տեսնեմ էլ ինչ եք իրար հուշել բացի գրկելը։ Որ ես քեզ պետք է հաց պատրաստեմ, նոր հետդ խոսեմ։ Ինքը սոված ուրիշ մարդ է դառնում։ Մի քիչ ագրեսիվ եմ։ Չէ, ոչ թե ագրեսիվ եմ, այ չեմ կարող լսեմ։ Երբ որ ես սոված եմ, ոնց որ ինչ խոսան իմ շուրջը, ես չեմ կարող լսեմ։ Մեր բախտը բերել է այս պահին Քրիստն է սոված։ Քրիստն է սոված, ես սոված չեմ, հա։
ասում որ դու սոված լինեիր։ Ես որ իրոք սոված եմ լինում, մի քիչ լավ չեմ կարողանում գիտակցել, լսել, արտահայտվել։ Շորերս հարթուկված լինի, ուտելիքը լինի, տունը մաքուր լինի, վերջել մեզ ինչա պետք տղամարդկանց, հա, եւ սիրված լինենք կարևորը։ Էլ բան չմնաց ապա։ Ուղղակի դա Քրիստից մի ամբողջ օր կարող է պահանջել։ Չէ, ես միշտ չեմ ասում անի, որ դե բնականաբար նախ մենակ չենք ապրում, մաման էլ է մեզ հետ ու հա, այդ ամեն ինչը նախ մեզ թեթևացնում է, ես էլ եմ օգնում, չեմ ասում էլի դու տանկին ես, վերջ բոլոր գործերը դու պետք է անես։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ ձեզ այսպես նայում եմ։ Ես չեմ կարողանում ընկալել, որ դուք արդեն ամուսնացած եք, շուտով կարող է երեխա ունենաք, ծնողներ դառնաք։ Միշտ մեկնաբանություններ եմ գրում են, ախր իրանք երեխա են հլը բան, բայց 27 տարեկան եմ լինում, 25 տարեկան է, ուղղակի չգիտեմ, կողքից է երևում էլի, որ մի քիչ փուճուր ենք երևում։ Ամուսնությանը պատրաստ լինելը դա տարիք կամ կարգավիճակ է, թե երբ որ հանդիպում ես քո սիրած մարդուն ու գալիս է այն շրջանը, որ ուզում ես ուղղակի մի հարկի տակ ապրել այդ մարդու հետ, դու արդեն պատրաստ ես։ Իսկ թվում է տարիքի այդքան կապ չունի, ուղղակի քո զգացածն է, եթե դու զգում ես, որ այդ մարդուն սիրում ես ու ուզում ես իր հետ ապրել, դու արդեն պատրաստ ես։ Լիքը մարդիկ կան, որ օրինակ ընկերություն են անում երկար տարիներ, բայց իրանք դեռ պատրաստ չեն։ Ինձ թվում է, չգիտեմ, հա, հոգեպես պետք է արդեն գիտակցես։ Զուտ հոգեվիճակդ պետք է պատրաստ լինի ու վերջ։ Քրիս դու օրինակ լիարժեք ներքուստ պատրաստ էիր, երբ որ ամուսնացար, թե ինչ որ քայլեր էին մեկը մյուսի հետևից եկան ու հասկացար, որ սա արդեն քո իրականությունն է ու լավ է, բաց չէ։ Միակ բանը, ինչի համար ես սրտնեղում էի, այն էր, որ մամաս էր մենակ մնալու, զուտ էդ էի մտածում։ Բայց հիմա որ տեսնում եմ, որ ինքն էլ է երջանիկ, գնում ենք, գալիս ենք, ոնց որ ավելի թեթև եմ նայում այդ ամեն ինչին, բայց միակ մեծ մտածմունքը այդ էր։ Life-room-ի գործընկեր Seven Stars Spa կենտրոնի կողմից ձեզ նվեր քարտեր։ Seven Stars-ը Հայաստանի առաջատար սպա կենտրոններից մեկն է։ Այստեղ շատ լայն ծառայություններ կան՝ նիհարեցումից ու տարբեր էսթետիկ ծառայություններից մինչև խնամքներ, այնպես որ կարող եք օգտվել ձեր քարտերից, վստահ եմ շատ գոհ եք մնալու, որովհետև նաև ռելաքս պրոցեդուրաներ ունեն շատ։ Ես այդ ամենը շատ եմ սիրում։ Մերսի։ Ռիբոք սպորտային ակումբին կից գործում է Seven Stars Spa կենտրոնը, որը գերհագեցած է նորագույն տեխնոլոգիաներով։ Այստեղ կոսմետոլոգիական միջամտությունների բավականին մեծ տեսականի կա, որը կարող է օգնել ձեզ միշտ ավելի երիտասարդ տեսք ունենալ եւ լինել խնամված։ Շատ աղջիկների համար իսկական գլխացավանք է պոստակնել Seven Stars Spa կենտրոնում առաջարկում են դրա լիարժեք բուժումը։ Բժիշկ կոսմետոլոգ Վիկտորիա Չատիկյանը մեզ կպատմի, թե ինչպես։ Ողջույն Վիկտորիա։ Բարև ձեզ։ Պոստակնեն իսկական գլխացավանք է մարդկանց համար եւ թվում է, որ սրան լիարժեք լուծում չկա։ Իրականում հնարավոր է լիարժեք ազատվել պոստակնե խնդիրներից։ Այո, իհարկե, արդեն կարող ենք մենք ազատվել պոստակներից մեր BDR-ի շնորհիվ։ Brightening ծրագիրը նախատեսված է հենց պոստակների բուժման համար։ Մենք աստիճանաբար ենք բուժում պոստակնեն, ինքը շատ հաճելի պրոցեդուրա է, լիովին անցավ։ Գերմանական BDR տեխնոլոգիան լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում այն ներկայացված է միայն Seven Stars Spa կենտրոնում։ Ապրանքանիշի Brighting խնամքի ծրագիրը հրաշալի ընտրություն է մաշկի երանգի հարթեցման, պոստակնե հետքերի բուժման, կնճիռների հարթեցման, նուրբ շերտազատման եւ լիֆթինգ արդյունքի համար։ Այս ապրանքանիշի եզակիությունը կայանում է նրանում, որ բացի նյութերից կիրառվում են նաեւ սարքի գլխիկներն ու լուսային թերապիան, ինչը բազմապատկում է կատարված խնամքի արդյունավետությունը։ Իսկ արդյունքը լինում է համեմատական կարգով, թե մաշկը լինում է լիարժեք հարթ եւ առանց պիգմենտացիայի։ Խնամքի յուրաքանչյուր փուլից հետո մաշկը ձեռք է բերում առողջ փայլ, պիգմենտացիան բուժում ենք աստիճանաբար եւ ձգվում է մաշկը։ Պոստակնեն բուժելու համար էտապներ են պետք։ Այդ էտապները լիարժեք անցնելուց հետո կարող ենք հասնել լիարժեք արդյունքի։ Իսկ որքան է տևում վերականգնողական շրջանը։ BDR-ը ունի վերականգնողական շրջան, քանի որ շատ նուրբ է աշխատում մաշկի հետ, բայց շատ հստակ եւ չի թողնում հետքեր։ Միջինում որքան ժամանակ է պահանջվում
հետակնեն բուժելու համար։ Վերջնական արդյունքի հասնելու համար կախված է խնդրի աստիճանից։ Եթե նոր պիգմենտացիա է, նոր առաջացած, ավելի շուտ ենք բուժում։ Եթե ավելի ինքը մուգ է գնում, մենք ավելի երկարացնում ենք, այսպես ասած, մեր բուժումը։ Երբ մարդը մի քիչ ավելի երկար է սկսում օգտվել բուժման այս տարբերակից, ժամանակի հետ ազդեցության թուլացման ռիսկ կա։ Անհետացած պիգմենտացիան չի վերադառնում, որպեսզի կանխենք նոր պիգմենտացիայի առաջացումը, ճիշտ տնային խնամք ենք առաջարկում։ Երբեմն սարքավորումներն ունենում են նաև կողմնակի ազդեցություն, այսինքն մի կողմից օգնում են, մեկ այլ հարցում վնասում են։ PDR սարքավորումը ունի կողմնակի որևէ վատ ազդեցություն կամ ռիսկ։ Սարքավորումը անցել է բոլոր թեստավորումները եւ չունի նման ռիսկ։ PDR-ի խնամքի միջոցներն ունեն բուժական ազդեցություն, ինչի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում խնամքի միջոցները վաճառվում են նաև դեղատներում։ Հայաստանում խնամքի միջոցները պաշտոնապես ներկայացված են բացառապես Seven Stars Spa կենտրոնում։ Կենտրոնն իր այցելուներին առաջարկում է բազմաթիվ յուրօրինակ պրոցեդուրաներ, ինչպես խնամքի, այնպես էլ ռելաքսի համար։ Հետակնեից ազատվելը իրականում միֆ չէ, այնպես որ եթե ունեք նման խնդիր, դիմեք Seven Stars Spa կենտրոնին, որտեղ բժիշկ մասնագետը ձեզ կուղղորդի, խորհրդատվություն կիրականացնի եւ արդեն կսկսեք բուժման process-ը։ Այստեղ աշխատում են բժիշկ մասնագետներ, իսկ բժիշկ լինելը ամենակարևորն է, որպեսզի բուժումը իրականացվի ճիշտ եւ արդյունավետ։ Այս թեմայի շուրջ Գևի հետ նախապես խոսել եմ, որ թեման արծարծենք, որովհետև նուրբ թեմա էր։ Եթե անկեղծ մի քանի ամիս առաջ դեռ, երբ Գևի հետ խոսում էի ու ասաց, որ շատ մեծ ցանկություն ունի հիմա երեխա ունենալու, ես մտածում եմ, որ դե ամուսնացել եք, դեռ որոշ ժամանակ նախատեսում եք գուցե երեխա չունենալ, հետո երեխա կունենաք, բայց երբ ինքը այսպես շատ ոգևորված ու մեծ ցանկությամբ ասաց, որ հիմա տրամադրված եք երեխա ունենալու, զարմացա։ Դուք ներքուստ հոգեբանորեն եկել եք այդ մտքին, որ լիարժեք պատրաստ եք մամա ու պապա դառնալ։ Հա, ես ասենց ասեմ, իմ հիմա գլխավոր նպատակն է, որովհետև ուզում եմ լիարժեք ընտանիք ունենամ, բայց սպասում ենք Աստծո կամոք, երբ Աստված ցանկացավ այդ ժամանակ էլ կլինի։ Ցանկությունը մեր մոտ մեծ է, բայց մնում է արդեն սպասում ենք։ Անկեղծ ասած, սկզբից շատ էի վախենում, որովհետև այդ շատ մեծ պատասխանատվություն է, բայց ինչքան երկար եմ ես ապրում Գևի հետ, այդքան ավելի ու ավելի վստահ եմ լինում։ Կարող է ինձ միգուցե մի փոքր ավելի շատ ժամանակ պետք եղավ, բայց հիմա հենց որ լիարժեք կարող եմ ասել, որ պատրաստ եմ։ Ու ես երևի ավելի հանգիստ եմ այդ հարցով, թե ինչ ձև կլինի Գևը պապա, որովհետև հիմա տեսնելով, թե ինքը ոնց է իր եղբոր երեխաների հետ ժամանակ անցկացնում, ինչքան հոգատար է, արդեն հասկանում եմ, որ ապագայում նույնն էլ իր երեխաների նկատմամբ լինելու։ Ու այդ ավելի է ինձ ուշ տալիս, որ հաստատ ամեն ինչ լավ կլինի։ Այստեղ մի հատ շատ նուրբ հարց էլ կա, իհարկե մենք նախորդ օրը Գևի հետ խոսում ենք ու ես ասում եմ, որ երբ ձեր երեխան ծնվի ու դուք տեսնեք իրեն, ուղղակի հասկանալու եք, որ հենց այդ երեխան պիտի ծնվեր, իսկ այդ երեխան պետք է ծնվեր հենց այդ ժամանակ։ Բայց ամեն դեպքում, երբ ինչ-որ մի բան ուզում ես ու չի ստացվում կամ ձգձգվում է, դա կարող է շատ ավելի սևեռուն միտք դառնալ, հենց նրա պատճառով, որ տվյալ փուլում ձգձգվում է։ Այդ ինչ որ առումով ձեզ համար կպչուն միտք դառնում է։ Չեմ ասի, որ չեմ նեղվում, որ ոնց որ այսքան ձգձգվում է, բայց հավատում եմ, որ Աստված երբ կամեցավ այդ ժամանակա լինելու, եթե հիմա չի լինում, միգուցե դա ճիշտ է ու պետք է ուղղակի մի քիչ սպասել։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ նեղվել պետք չի ու հաստատ ամեն ինչ նենց կլինի։ Ուղղակի պետք է հավատալ։ Ինձ թվում է այս թեմայի շուրջ Գևը մի քիչ ավելի կսրտնեղի, սրտնեղում որ չի ստացվում, որովհետև ինքը վաղուց էր պատրաստ։ Իսկ ես քանի որ նոր եմ զգում, որ ես պատրաստ եմ, իմ մոտ այդ միտքը մի քիչ ես ավելի թեթև եմ այդ ամենին նայում։ Այս թեմայի շուրջ իրար հետ խոսում եք, թե եթե կան թեմաներ, որոնք կարող է տխրեցնեն, գերադասում եք չխոսել այդ մասին։ Ես ինձ թվում է ավելի մեջ եմ պահում, հա, չեմ արտահայտվում։ Ես չեմ կարողանում ուղղակի էլի բարձրաձայնել,
Ավելի շատ ես եմ խոսում։ Երբ տեսնում եմ ինքը ինչ-որ տխուր է ու հասկանում եմ, որ թեմայից ինքը կարող տխրել, ես եմ սկսում, «Գեվ, ինչ ա եղել», ասա, տենց միջև խոսացնում եմ, հոգիս ելնում է։ Այդ պարագաներում ինչպես ես իրեն ուժ տալիս։ Եթե այս թեման վերցնենք, նույն բանով, որ ոչինչ, հիմա եթե ինչ-որ բան չի ստացվում, հաստատ ժամանակ կանցնի ու ամեն ինչ կլինի։ Նայած ոնց որ պիտի լինի։ Ամեն դեպքում առանց երեխա չենք լինելու։ Այդ հաստատ։ Ու հանգստացնում եմ նրանով, որ ոչ մի լուրջ խնդիր չկա, ուղղակի ժամանակի հարց է։ Իհարկե, Աստծո կամոք ամեն ինչ լավ կլինի։ Այս 3 տարվա ընթացքում դուք ինչ-որ բարդ շրջափուլեր ունեցել եք, որոնք միասին հաղթահարել եք, թե ձեր կյանքը այսպես ինչ-որ առումով թեթև անցնում։ Հիմնականում թեթև անցնում, բայց մի շրջան ունեցել ենք անկեղծանամ, որ գիտեք ոնց ոչ թե բարդ էր, այ հարսանիքից առաջ դու այնքան լարված ես լինում, որ մի քիչ ավելի թեթև պետքա լինես, բոլոր զույգերի մոտ լինում են։ Մեր բանը հարսանիքի կազմակերպիչը ասում է, հավատացեք, բոլոր զույգերը նույն վիճակում են հարսանիքից առաջ։ Չէ, ուղղակի ես օրինակ շատ լարված էի ու ամեն ինչին մի քիչ սուր էի վերաբերվում, արձագանքում, բայց հենց հարսանիքի օրերը մոտեցան, արդեն մենք էլ սկսեցինք ավելի հանգիստ, ավելի թեթև վերաբերվել ամեն ինչին։ Հարսանիքը անցավ, ոնց որ ամեն ինչ վերջանալ, միացած մեծ բեռ մեր ուսերից ընկավ ու ամեն ինչ արդեն ընկավ տեղը։ Բայց դա ինչից է գալիս, որ մենք մոտավորապես 6 ամիս առաջ հարսանիքից գիտենք, որ պետք է անենք սա, ու մենք ոչինչ, այսինքն ոնց որ անում էինք, բայց ոչ ոք չէր ստացվում, որ դիզայն էինք, ոնց որ դիզայնը մոտավորապես գիտենք ինչ ենք ուզում, բայց չենք հստակեցնում, նույն շոր, ամեն ինչ։ Ու մենք այդ ամենը արել ենք վերջի 1 ամսում։ Դրա համար այսինքն խառնաշփոթ էր։ Միգուցե եթե մենք այդ 6 ամիսը ճիշտ օգտագործենք ու հստակեցնենք ամեն բան, վերջի ամսում տենց խառնաշփոթ չլիներ։ Գևի հոգեվիճակն տենց վատ չէր լինի ու մեր հարաբերությունները լարված չէին լինի։ Եկանք ենք այդին, որ ձեր հարաբերությունները ինչ-որ շրջանում լարված էին, բայց եթե անկեղծ իմ սկզբնական հարցը ոչ թե իրար հետ բարդ շրջափուլ անցնելու մասներ, այլ ենթադրենք երկուսիդ կյանքում կամ մեկն ու մեկիդ կյանքում բարդ շրջան է ու միասին դա հաղթահարում եք։ Ինձ մոտ է լինում մեկ-մեկ բարդ շրջաններ, որովհետև մեկ-մեկ գիտակցում եմ, որ ես սկսել եմ ուշ-ուշ երգեր թողարկել ու ինձ մոտ միասին ստրեսային վիճակներ է սկսվում, որ բայց լավ, ինչի, օրինակ անցած տարի ես թողարկել եմ ընդամենը 2 երգ, բայց ես երգիչ եմ, ես իրավունք չունեմ այդքան քիչ երգեր թողարկելու ու ես հասկանում եմ, որ միգուցե ես իմ երկարվեստը արդեն թողել եմ 2-րդ պլանում, բայց այն որ փորձում եմ այդ ամեն ինչը sense գիտակցել, ճիշտ գծել, բայց ինձ մոտ միշտ չի որ ամեն ինչ ստացվում է ու մեկ-մեկ ես այդ կարիքը զգում եմ, որ կողքից ինձ մեկը հուսադրի, ուժ տա ու այդ ժամանակ արդեն Քրիստն է իմ կողքին լինում ու ինձ օգնում ու հավատացեք այդ շրջանների մոտ այնքան շուտ-շուտ է կրկնվում, որովհետև չգիտեմ ինչի է այս վերջերս, տենց վերջի մի քանի տարում, տենց որ ես ինչ պլանավորում եմ, ոնց որ չստացվի։ Ձգձգվում է, ահա որ։ Գևի տրամադրությունը ինչպես հասկանում եմ ավելի տատանվող է, քան քոնը։ Հա, ես ավելի ինձ թվում է ստաբիլ եմ, քան Գևը։ Դե Գևին էլ կապված է հենց այդ Որ մասնագիտական է իրան ավելի շատ։ Դա մասնագիտականն է, թե նաև պատասխանատվությունն է, որովհետև ի վերջո ընտանիքի պատասխանատուն դու ես, սոցիալական պատասխանատուն դու ես։ Իհարկե յուրաքանչյուր մարդ մտածում է աշխատելու, ռեալիզացվելու մասին, բայց ենթադրենք Քրիստի չաշխատելը այնքան կենսական նշանակություն չի ունենա, որքան քո չաշխատելը։ Դա մեծ պատասխանատվություն է, ոնց որ ինձ մոտ գիտես, ոնց է ստացվում, որ ես գիտակցում եմ, որ ես պետքա տեսահոլովակներ հանեմ։ Ես գիտակցում եմ, որ ես այդ շրջան պետքա տուն եմ ստեղծում, ես շինարարություն եմ անում, ես պետքա դրան էլ ուշադրություն դարձնեմ, բայց այդ ամեն ինչից զատ ես ընտանիք ունեմ, որ ընտանիքից պետքա ապահովեմ ու ասենց 3 կողմից, որ հասկանում ես ինչ մեծ պատասխանատվություն է քո վրա ու չես հասկանում, որ մեկը հասցնես, որ մեկը անես։ Ֆինանսի խնդիր չունեմ, բայց ես իմ առաջ դրել եմ լիքը կետեր, որոնք որ պետք է իրականացնեմ, որի համար պետք է շատ աշխատել, քանի որ մեզ տատիկս է մեծացրել, այսինքն ֆինանսապես ամեն ինչով տատիս է ապահովել, ես միշտ տատի օրինակով էի նայում, տատին ապահովել է մեզ ամեն ինչով, եւ մեր ընտանիքին, եւ հորաքրոջս ընտանիքին, ու
միշտ երբ որ այս ձգտումը կա իմ մեջ ստեղծելու, ես միշտ հիշում եմ տատին ու պապին ու ասում եմ իրանք մեր համար ամեն ինչ ստեղծել են։ Ուրեմն եթե իրանք այս մեծ տարիքում են կարողացել աշխատել ու ամեն ինչ ստեղծել, ես ավելի երիտասարդ եմ, հիմա ես էլ պետքա այդ գիտակցությունը ունենամ ու ես էլ ստեղծեմ, որովհետև իրանք ամեն ինչ արել են ընտանիքի համար, հիմա հերթը իմն է ընտանիքի համար անելու։ Եվ իմ մոտ 18 տարեկան էի, հրաժարվեցի բոլոր գումարներից, որը որ ինձ ընտանիքներ տալի, ասացի, չէ, ես ինքս պետքա սկսեմ աշխատել։ Ու դա ամենաճիշտ որոշումն էր, որտեղ մարդ ինչքան վաղ տարիքից է գալիս այդ գիտակցությանը, հետագայում իր կյանքը ավելի է հեշտանում, արդեն այս տարիքում։ Քրիստ, իսկ այս առումով դու պահանջ կոտես, որ այդ տղամարդը պիտի կարողանա ապահովել։ Չէ, ես այդ պահանջները ճիշտ ասած չունեմ։ Միգուցե եթե ես իմանայի, որ ամեն ինչ ստեղծված, ամեն ինչ արված է, ուղղակի ծախսելու տեղ չկա, միգուցե, բայց քանի որ հասկանում եմ, թե ինչքան բան դեռ կա անելու, ու ես փորձում եմ ամեն կերպ իրեն աջակցել։ Այսինքն, եթե ես գիտեմ ինչ-որ մի բանով ես կարող եմ օգնել, օգնում եմ, եթե հասկանում եմ, որ այստեղ ես չեմ կարող, չեմ էլ պահանջում։ Զույգերը տարբեր մոտեցումներ ունեն ու յուրաքանչյուրի համար իր մոտեցումը ճիշտ է, այստեղ ճիշտ ու սխալի հարց չկա, այլ հետաքրքիր է ձեր մոտեցումը ինչպիսին է։ Երբեմն ասում են, չէ, որ տղամարդու աշխատավարձը ընտանիքինն է, կնոջ աշխատավարձը դա իրենն է։ Շատ եմ լսել։ Ես կարծում եմ, որ եթե դու ստեղծում ես ընտանիք, ուրեմն ընտանիքում պիտի լինի ամեն ինչ իրար օգնելով, աջակցելով, այսինքն ես չեմ կարող ամբողջ բեռը թողնել Գևի ուսերին, ու նույնը Գևը չի կարող ինչ-որ հարցերի ամբողջ բեռը թողնի իմ ուսերին։ Միասին ստեղծում ենք, միասին փորձում ենք ստեղծել ավելին։ Ես օրինակ շատ եմ լսել այդ արտահայտությունը ու սենց ասեմ, որոշ մարդկանց մոտ կարող է դա նորմալ է, բայց ես օրինակ ինձ ավելի հաճելի է ես լսեմ, որ իմ ընտանիքի անդամները պատրաստ են ինձ աջակցելու, քան որ ասեն օրինակ իմ գումարը իմն է, քոնը բոլորին է։ Չէ, ես իմ ընտանիքին ամեն ինչով կապահովեմ ու դա միշտ է լինելու։ Բայց այն մի հատ միտքը, որ ես լսեմ օրինակ Քրիստ ասում է, չէ, մենք միասին ամեն ինչի կհասնենք, մենք միասինը արդեն ինձ համար ամեն ինչ է։ Ավելի մեծ ոգևորությամբ է սկսում անել։ Ես չեմ ասում, գիտես, ինչ կա քո աշխատածը տուր ինձ կամ ինչ որ մի բան պետք է անենք, բայց ավելի կողմ եմ, որ կինը գիտակցի, որ միասին ստեղծելը ավելի ճիշտ է։ Ավելի հեշտ է հենց լինում։ Որովհետև ես օրինակ չեմ սիրում պարապ նստել, ես սիրում եմ ինչ-որ ներդրումներ անել, տուն ստեղծել։ Եթե այս տունը ստեղծեցի, ես ձգտում եմ մի հատ էլ տուն ստեղծել։ Ու այդ ժամանակ, երբ որ ամեն ինչը միայն իմ ուսերին լինի, ես չեմ ուզում ոչ մի գումար։ Ես ուղղակի այն միտքը, որ ես քո հետ եմ, եթե պետք լինի, ես էլ եմ քո հետ ամեն ինչ անելու, այդ միտքը ինձ ավելի է դուր գալի։ Ուղղակի միտքը Երբ որ միտքը լսում ես, դու քեզ ավելի հանգիստ ես զգում, որտեվ հասկանում ես, չէ, քեզ աջակցող մարդիկ կան քո կողքը, ու քո ընտանիքը հասկանում է, որ քեզ պետքա աջակցել, այլ ոչ թե թողնել ամեն ինչը քո ուսերին։ Դու տուն կառուցեցիր մինչև ձեր ամուսնությունը։ Ի վերջո հիմա ապրում եք այն պայմաններում, որի մասին երազում եք, թե դեռ ամեն բան ընթացքի մեջ է, ինչպես հասկանում եմ։ Դեռ ընթացքի մեջ է, որովհետև մեծ ներդրումներ է պահանջում իմ պատկերացրած տունը ստանալու համար, բայց կարծում եմ մինչև ամառվա վերջ կկարողանանք վերջնական տեսքը ստանալ։ Փորձում եմ ամեն ինչ անեմ, որ մեր պատկերացումներին համապատասխան տուն ստանանք, որ մի տեսակ լինում է, չէ, փոքր տարիքից օրինակ երազում ես, այս տան մեջ պետք է ապրեմ ու երբ որ մեծանում ես, ուզում ես հենց այդ տունն էլ հենց ստեղծես։ Հիմա իմ մոտ հենց այդ փուլն է, որ ուզում եմ, բայց մենակ ես չեմ։ Մենք անընդհատ փոփոխում ենք այդ փուլը։ Այսինքն մենք ունենք հստակ մի բան, որ այստեղ պիտի լինի ինչ որ, չգիտեմ, ծաղիկներ սիրուն լինեն, օրինակ։ Արթնանում ենք ու հասկանանք, որ ոչ, այստեղ չպիտի լինի, պիտի փոխենք ու դա փոխելու համար պիտի ամբողջ կառուցվածքը տան փոխ։ Հա, իրականում դա ինձնից է գալիս, որովհետև քնում եմ, ես անկեղծ եմ ասում, ես չեմ կարողանում գիշերներ քնել, որովհետև ամբողջ օրը իմ գլխի մեջ տան շինարարությունն է։ Անընդհատ ինչ-որ առումով լարվածությունը, որ ամեն բան անես, ամեն բան հասցնես, պատասխանատվությունը քեզ չի հոգնեցնում, որովհետև դու կարծես թե ամեն տեղ ես այդպիսին ու փորձում ես ամեն բան հասցնել, բայց արդյոք հասցնում ես վայելել այն ինչ ստեղծել ես։ Կարողանում եմ, բայց մասամբ ինձ թվում է, որովհետև չեմ հասցնում։ Ես գիտակցում եմ, որ դա ինձ խանգարում է, բայց ես
այն մտքին եմ, որ լավ, հիմա անեմ, հետո կվայելեմ։ Միգուցե հետո էլ ինչ-որ մի բան ես մտածեմ, ասեմ, չէ, լավ, հետո կվայելեմ, բայց հիմա ոնց որ սկսել եմ, մինչև վերջ պետք է ավարտեմ այն ինչը որ պլանավորել եմ։ Իսկ այդ ժամանակ արդեն կկարողանաս լիարժեք հանգստանալ ու վայելել այդ ամենը։ Պահի տակ գիտակցում եմ, որ ես 27 տարեկան եմ դառնում, բայց արդեն շատ շուտ եմ իմ տարիքից առաջ անցել ու միգուցե բաներ եմ անում, որը որ իմ տարիքին այդքան է համապատասխան չի ու ես երևի թե պետքա վայելեի այս տարիները, իմ կյանք ուղղակի վայելեի, բայց հետո էլ գիտակցում եմ, լավ, եթե հիմա չանեմ, երբ անեմ։ Ես ուզում եմ ամեն ինչ, ես երեխաներ եմ ունենալու, ուզում եմ իրանց համար ամեն ինչ արդեն պատրաստ լինի։ Իսկ դու կարողանում ես վայելես այն, ինչ ունես հիմա։ Ես բնավորությունով նենց մարդ եմ, որ եթե Գևը մտածում է հիմա անեմ կվայելեմ հետո, ես մտածում եմ հիմա վայելեմ, հետո եթե ինչ-որ բան է լինում կողքից կավեն, այսինքն ես ամենտեղ փորձում եմ գտնել իմ կոմֆորտը ու այդ ամենը վայելել։ Չէ, ես մի քիչ ավելի թեթև եմ։ Գևի լարվածությունը քեզ լրացուցիչ ու ավելորդ նյարդ չի տալիս։ Չէ, հակառակը ես ոնց որ իմ հանգստությունով իրան եմ հանգստություն հաղորդում, ոչ թե հակառակը։ Լայֆրոմի գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական ու կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտեր։ Իմպլանտումը Հայաստանի առաջատար ստոմատոլոգիական կենտրոններից մեկն է։ Հիմա արդեն բացել է առանձին էսթետիկ կենտրոն, որտեղ շատ ավելի լայն ծառայություններ են առաջարկում, այնպես որ կարող եք օգտվել քարտերից։ Շնորհակալ ենք։ Մերսի։ Իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան մշտապես համալրվում է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով եւ սա ապահովում է պացիենտների հարմարավետ սպասարկումը։ Ստոմատոլոգիական կենտրոնի ղեկավար բժիշկ Դավիթ Մաթևոսյանը մեզ կպատմի իմպլանտումի գործունեության մասին։ Ողջույն Դավիթ։ Ողջույն Ամալիա։ Իմպլանտումը համալրված է ստոմատոլոգիայի ոլորտում լավագույն տեխնոլոգիաներով, թեպետ առաջին հայացքից կլինիկան բավականին փոքրիկ է, բայց բավականին հագեցած ու համալրված կլինիկա է։ Ինչ սարքավորումներ ունեք, որոնք շատ ավելի հեշտացնում են բուժառուների կյանքը։ Միշտ փորձում ենք նորագույն տեխնոլոգիաներ ունենալ եւ հնարավորինս արագ ներդնել մեր պրակտիկ աշխատանքի մեջ, ապավելու համար ավելի բարձր որակ մեր աշխատանքային պրակտիկայում։ Վերջերս մենք ձեռք բերեցինք շվեյցարական EMS ֆիրմայի ատամների մաքրման պրոֆիլաքսիս մաստեր սարքը, որը որ հնարավորություն է տալիս աշխարհում իրեն նմանը չունեցող GBT պրոտոկոլով ատամնաքարերի մաքրման պրոցեդուրա իրականացնել։ Ինչու՞մն է կայանում այս սարքի եւ այդ GBT պրոտոկոլի առավելությունը, այն որ շվեյցարական մասնագետների կողմից ստեղծվել է հատուկ քայլերի հաջորդականություն ատամնաքարերի մաքրման, ինչպես նաեւ սարք, որը որ աշխատում է այդ ընկերության կողմից ստեղծված նյութերով, որը որ մաքսիմալ անվնաս է ատամնաքարերի մաքրման պրոցեդուրան դարձնում։ Մենք գիտենք, որ ատամնաքարերի մաքրման պրոցեդուրան պրոֆիլակտիկ միջոց է եւ մենք մեր բուժառուներին խորհուրդ ենք տալիս այդ մեթոդը անել ամեն 6 ամիսը մեկ, որպեսզի պաշտպանենք ատամները տարբեր տեսակի խնդիրներից, ատամնաքարերի առաջացումից, հետագայում նաեւ կարիես եւ մնացած այլ խնդիրներից, բայց ուզում եմ հատուկ նշել, որ երբ որ դա կատարվում է ոչ ճիշտ սարքերի եւ ոչ ճիշտ նյութերի օգնությամբ, հնարավոր է հենց այդ պրոցեդուրան պատճառ հանդիսանա, որպեսզի ատամները վնասվեն։ Ամեն դեպքում ձեզ մոտ հիմա ատամնաքարերի հեռացումը շարունակում է գործել երկու տարբերակով եւ նախկին տարբերակը, որը եղել է եւ նոր մեթոդով, թե միայն նոր մեթոդով եք աշխատում։ Մեզ մոտ այո, նախկին մեթոդը պահպանվում է եւ ասելով նախկին մեթոդ մի քիչ այդքան էլ ճիշտ չի ասել նախկին, որովհետեւ դա այդ մեթոդը կիրառվում է եւ կկիրառվի դեռ երկար, ուղղակի այստեղ էությունը կայանում է նրանում, որ GBT պրոտոկոլը ինքը շատ ավելի իդեալականին հավասարացված մեթոդ է։ Մենք ուղղակի հնարավորություն ենք տալիս նաև ատամնաքարերի մաքրման պրոցեդուրայի ժամանակ մեր պացիենտներին ընտրել լավագույնը։ Նոր սարքավորումը ենթադրում է գնի փոփոխություն։ Փոքր գնային տարբերություն կա, ի հաշիվ նյութի
արժեքի։ Վերջին սարքավորումներից մեկը, որը գրեթե 1 տարի առաջ եք ձեռք բերել, 3 shape սարքավորումն է, որը անհամեմատ ավելի հեշտացնում է չափս վերցնելու գործընթացը, որը բավականին տհաճ եւ վատ պրոցեդուրա է։ Բուժառուների արձագանքները հիմնականում ինչպիսին են։ Ներբերանային սկաները դա իրականում շատ մեծ հեղափոխություն իրականացրեց ստոմատոլոգիայում, երբ որ նման դիսկոմֆորտ պրոցեդուրա ամենաերևի չսիրած պրոցեդուրան էր մեր պացիենտների, հիմա դարձել է անհամեմատ ավելի հեշտ եւ անհամեմատ ավելի ճշգրիտ, քանի որ սա հնարավորություն է տալիս մեզ շատ ավելի հեշտ ճանապարհով պացիենտին առանց խոչընդոտներ կամ առանց անհարմարություն պատճառելով չափսեր վերցնել, հա, ու ի հաշիվ նրա, որ այն ամբողջովին թվային տեխնոլոգիա է, ստանալ մաքսիմալ որակ, ինչպես նաև թվային տեխնոլոգիաներով չափսի վերցնելը մեզ հնարավորություն է տալիս աշխատելով Հայաստանում ընտրել տեխնիկական լաբորատորիաներ կամ տեխնիկներ, ովքեր որ աշխատում են աշխարհի տարբեր երկրներում, բայց տալիս են լավագույն որակ եւ մեր բուժառուներին առաջարկել ընտրել լավագույն տեխնիկական լաբորատորիաները։ Որ երկրների հետ եք աշխատում։ Այս պահին մենք աշխատում ենք լաբորատորիաների հետ Հայաստանում, իհարկե, ինչպես նաև Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իսպանիայում եւ Մոսկվայում։ Սրանք ոճային տարբերություններ են ենթադրում, թե որակական տարբերություններ էլ կան։ Եվ ոճի, եւ որակի տարբերություն, այսինքն մենք կարողանում ենք առաջարկել մեր պացիենտներին line spectr ատամնաշարի ձևերի, կախված թե մեր պացիենտը ինչ նախընտրություն ունի, որոշենք թե որ տեխնիկական լաբորատորիան կարող ենք իրեն առաջարկել։ Գնային առումով տարբերությունները եւս մեծ են։ Միանշանակ գնային առումով տարբերություններ կան եւ ընտրություն կայացնելիս արդեն պացիենտներ նաև գնային սանդղակներ են ներկայացվում։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Դու մի շատ կարևոր բան նշեցիր, որ ամեն անգամ նայում եմ Գևին ու հասկանում եմ, որ ինքը կարող է շատ լավ հայր լինել։ Քեզ համար ընտրություն անելիս կարևոր էր ոչ միայն այն, թե ինչ ամուսին ես ընտրում, այլև ինչ հայր ես ընտրում քո ապագա երեխաների համար, որովհետև դու ինքդ անցել ես այդ ցավի միջով։ Միանշանակ դա առաջնային կետերից էր իմ մոտ, որովհետև հաստատ ես չեմ ցանկանա, որ ապագայում իմ երեխան անցնի այն փուլերը, ինչը որ ես եմ անցել։ Ու հիմա Գևին sense տեսնելով իր հոգատարությունը, ավելի եմ ուրախանում, ավելի եմ երջանկանում այն բանով, որ ես ճիշտ ընտրություն եմ կատարել։ Ինքը ոչ թե միայն լավ ամուսին է, ընկեր է, այլ նաև ապագայում լավ հայր է լինելու։ Գևը ինչ որ առումով քեզ ավելի ուժեղ դարձրեց։ Հա, ինձ թվում է, հա, որովհետև անցած զրույցի ժամանակ ես ասում էի, որ կա բաց։ Հիմա ես զգում եմ, որ ճիշտ է, յուրաքանչյուր մարդ ունի իր տեղը քո կյանքում, բայց հասկանում եմ, որ բացս մասամբ լրացել է, ծրած լիարժեք է դառնում։ Միգուցե եւ երբ կարող է երեխան ծնվի, էլ ավելի փակվի այդ ամեն ինչը։ Այսինքն ավելի շատ այն զգացողությունն է, որ ի վերջո այդ բացը ձևավորվում է նաև այն տեսանկյունից, որ դու հենվելու կետ չես ունենում, հիմա դու ունես այդ հենման կետը ու ամուր ես այդտեղ։ Միգուցե նաև այդ միտքն է, որ ես գիտեմ, որ իմ կողքին ոչ թե միայն մայրիկս է, եթե sense վերցնեմ, հա, ծնողական հարաբերությունների առումով, տատիս, պապիսն, այլ նաև Գևն է։ Ու Գևի ընտանիքը նաև, բայց եթե վերցնենք մենակ Գևին, ավելի վստահ եմ ես իմ քայլերը անում, իմանալով, որ իմ կողքին կա ճիշտ տղամարդ։ Գև, իսկ քեզ համար դժվար էր Քրիստին բերել այդ կետին, որ ինքը ամուր է ու ուղղակի կարող է հենվել քեզ վրա, թե հակառակը ինքը շատ հեշտ քեզ վստահեց այս առումով։ Չեմ ասի հեշտ, որովհետև իր մոտ մանկությունից եկած այդ տրավմա կար, որը որ շատ դժվար է իր մեջից այդ ամեն ինչը հանել, չեմ ասի, որ լիարժեք դուրս է եկել, բայց պետքա գիծը անցներ, որ հասկացներ իրան, որ չէ, բոլոր տղամարդիկ չեն այնպիսին, ինչպիսին դու ես պատկերացնում, լինում են մարդիկ լավը, լինում են վատը, ու պետք էր այդ ոնց որ այդ գիտակցությանը իրան բերել, ու կարելի ասել տարիներ անցան, նոր ինքը եկավ այդ գիտակցությանը, որ չէ։
Անկամ այս թեմայի շուրջ խոսելուց առաջ որ ինձ չի կարողանում զսպել, որովհետև այն կետն էր, որը ես երբեք ոչ մեկի հետ չեմ խոսել։ Ու կարող է հենց դա էր խնդիրը, երբ որ դու չես խոսում, կուտակում ես, մի փոքրիկ այդ թեման բացվելուց, երբ որ դու խոսում ես, արդեն քո էմոցիաները գալիս են առաջ։ Ու քանի որ Գևի հետ ես շատ եմ խոսել, հիմա ես կարողանում եմ անգամ քեզ հետ այս թեմայից հանգիստ խոսել առանց որևէ էմոցիաների։ Ես հենց դա նկատեցի, որ ուրիշ դեպքում դու կարող ես խոսեիր ու մի անգամից հուզվեիր, հիմա նույնիսկ դեմքի արտահայտությունը ոչ միայն արցունքները զսպելու մասն է խոսքը, այլ դու խաղաղություն ունես քո մեջ։ Քո մեջ մեղադրանք կա հայրիկի հանդեպ, թե դու իրեն հասկացել ես կամ դու գիտես պատճառներ, որոնց համար ինքը կարող էր գնալ։ 10 տարեկանից հետո մոտավորապես եմ էլի ասում, մոտավորապես 10 տարեկանից հետո նենց էր ստացվում, որ մեկ հանդիպում էինք, մեկ ոչ, ոնց որ հանդիպումները ստաբիլ չէին։ Ու եկավ մի շրջան, որ ընդհանրապես կապը կտրվեց։ Ես ուղղակի սովորեցի, որ բացակայությունը ես ուղղակի սովորեցի։ Ու հասկացա, որ ինչքան ես շատ խորանամ այդ թեմայի շուրջ, ես միևնույն պատասխաններ չեմ կարող ստանալ։ Ինչքան շուտ համակերպվեմ, այդքան ավելի լավ կլինի իմ համար, առաջնայինը։ Երբևէ պատկերացրել ես հասուն տարիքում հայրիկիդ նորից հանդիպելու մասին կամ ցանկություն ունես իրեն հիմա հանդիպելու ու ինչ-որ հարցեր տալու, թե այդ թեման քո մեջ փակել ես եւ վերջ։ Մտածել եմ, պատկերացրել եմ, բայց չգիտեմ ոնց կլինի։ Նենց չի, որ ես ասում վերջ, ես այս մարդու հետ չեմ շփվի։ Ուղղակի ես հասկանում եմ, որ այդ մարդուն միգուցե ինչ էի ասում, նոր ինչ։ Պատկերացրել եմ ոչ մեկ անգամ, բայց կյանքը ես ոչինչ չեմ բացառում։ Կարող է նաև նենց լինի, որ օրերից մի օր մենք նորից շփվենք։ Ոչինչ ես այս կյանքում չեմ բացառում։ Այսինքն ինչքան էլ այդ թեման իմ մոտ փակ լինի կամ ասամ փակվի, ամեն դեպքում ծնողա ու միգուցե օրերից մի օր նորից այդ կապը ստեղծվի։ Դու կնախաձեռնես դա, թե ամեն դեպքում սպասում ես, որ եթե ունի ցանկություն, իր կողմից լինի նախաձեռնությունը։ Եթե ես գամ, որ ես պատրաստ եմ, միգուցե իմ կողմից։ Ուղղակի հիմա ոնց որ այն տարիքներին, որ ես դեռ պատրաստ չէի, բայց կարող է ես ինքս դառնամ ծնող ու հասկանամ, որ այ հիմա ես կարող եմ ու ես պատրաստ եմ։ Փոքր ժամանակ մեղադրանքներ բնականաբար եղել են ու ինձ թվում է դա նորմալ է, բայց ես հասկանում եմ, որ դա ինձ խանգարում է։ Խանգարում է նույնը վստահել, օրինակ ոնց Գև ասեց, որ տարիների ընթացքում դժվար էր իրան գալ այն փուլին, որ ես իրեն վստահեմ։ Ես հասկանում եմ, որ դա ինձ խանգարում է ու ինչքան շուտ ես բաց թողնեմ այս թեման, այդքան ինքս իմ համար լավ է լինելու։ Քիչ-քիչ աշխատելով ինքս իմ վրա, խոսելով, արտահայտվելով կարողացել եմ բաց թողնել։ Ինքս իմ համար եմ արել, որովհետև չեմ կարող, օրինակ եթե ինչ-որ հարց ունեմ, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև ես չգիտեմ այդ հարցի, եթե օբյեկտիվ կողմը վերցնենք, բայց ավելի շատ ինքս իմ համար եմ արել ու այլ ընտանիքի համար, որը ես ապագայում կստեղծեի, որովհետև հասկանում եմ, որ դա ինձ միգուցե կարող է խանգարի։ Մինչև Գևին հանդիպելը դու ինչ որ առումով վախ ուներ քո ընտանիքը ստեղծելու վերաբերյալ, որովհետև դու արդեն հասուն աղջիկ էիր, բայց քո անվստահությունը հակառակ սեռի հանդեպ հնարավոր է բացասական տրամադրվածություն ձևավորեր ընտանիքի հանդեպ, ընտանիք ստեղծելու հանդեպ։ Մտավախություններ ամեն դեպքում կային, որովհետև ամեն դեպքում երբ մեծանում ես առանց հոր ներկայության, Դրանց աղջիկները մի փոքր ավելի դժվար լինում, բայց ես ունեի հիանալի օրինակ իմ տատի ու պապիս։ Իրանց նայելով ես հասկանում էի, որ չէ, ամեն դեպքում ես կարամ ստեղծեմ այն ընտանիքը, որ հետո իմ թոռները ասեն, դե իմ տատին ու պապին, ասենց ինչ որ օրինակ մեծ վերային։ Ստեղծել եք այդ երազանքի ընտանիքը։ Խոսելուց Ես հա։ Հա, ամեն դեպքում լինում է, որ sense նստում ենք, մտածում ենք ոնց կարա լինի մեր ընտանիքը, ինչպիսի տատի ու պապի կլինեն։ Դուք հիմա մտածում եք ինչպիսի տատիկ ու պապիկ եք լինելու։ Շատ ենք առաջ ընկնում, շատ։ Մարդիկ չեն պատկերացնում դեռևս, որ մենք ամուսնացած ենք, հետո չեն պատկերացնում, որ մենք արդեն հասել ենք։ Տատի պապի ենք արդեն։ Նստած մեր սերավներն ենք, նայում ասում ենք նայ թորնիկ ջան մենք ենք։ Բնականաբար սպասումներ կա լրացման,
բայց ես հիմա այնքան երջանիկ եմ, երբ որ նախ առաջինը տեսնում եմ Քրիստի ու իմ մամայի փոխհարաբերությունները շփումը ընտանիքում ու հասկանում եմ, որ այնքան ճիշտ ընտրություն եմ ես արել, որ ստացել եմ այնպիսի ընտանիք, որ միայն ես ջերմություն եմ այդ ընտանիքում տեսնում։ Ես արդեն սովոր էի, որ ես ու մաման ենք ընտանիքը, իսկ հիմա ավելի լիարժեք է։ Ես արդեն զգում եմ, ոնց որ կիսատ էի զգում ընտանիքը, ինչա ընտանիքը։ Հիմա արդեն Քրիստի ներկայությամբ, Քրիստի մեր ընտանիք գալով ես ավելի լիարժեք եմ զգում ու հասկանում եմ, որ մենակ Քրիստը չի։ Հետագայում ավելի է մեծանալու ու արդեն ավելի ոնց որ ամբողջական ընտանիք ու ամուր ընտանիք է դառնալու։ Այդ իսկապես շատ կարևոր է, որպեսզի ընտանիքում խաղաղ ու հաճելի մթնոլորտ լինի, որովհետև ձեր պարագայում այնպես է, որ գևը իր մամային միայնակ չէր թողնելու ու մայրիկը ձեզ հետ է ապրելու։ Ինչպես կարողացաք գալ նման հարաբերությունների։ Մեզ մոտ ի սկզբանե է այդպես եղել։ Առաջին օրը, երբ մենք ծանոթացանք, Գևի մամայի հետ կլիպի ժամանակ էր։ Դե ես այդ ժամանակ մտադրություն չունեի, չգիտեի, որ մենք պիտի ամուսնանանք, արդեն, բայց մաման ոնց մաման գիտեր, ինքը չգիտեր։ Ու արդեն այդ օրվանից սկսած, ինչ եմ տեն շատ շուտվա բան պատմում, որովհետև այդ օրվանից սկսած ոնց մենք շփվել ենք անմիջական, հոգատար, նույնը մինչ այսօր։ Բայց օրինակ երբ գալիս եք արդեն մի տանիքի տակ ապրելու, այստեղ էլ չէ ինչ որ հարցեր են առաջ գալիս, կենցաղ։ Չէ, բացարձակ, չգիտեմ, ավելի հեշտացել է մեր գործը, օրինակ եթե առաջ ամեն ինչը ինքը օրինակ եմ բերում, պետք է աներ, հիմա ես եմ կիսում կամ նույնը գիտակցելով, եթե օրինակ առանձին ապրենք, ես պիտի անեի, եթե կենցաղի մասին է խոսքը, ինքն է աջակցում։ Չէ, հակառակ ավելի հավես, ավելի լավ է անցնում է ժամանակ։ Կարող է մենք տխուր նստենք, մեկ էլ մաման միտեղից կա համով բաներ եմ պատրաստել, ոնց որ տրամադրություններ է փոխվում։ Ու ամեն դեպքում ես են կարծիքի եմ, որ տանը մեծ պետք է։ Մենք ունենք այդ առանձին ժամանակներ։ Համնենց ունենք, համնենց, բայց ես ոչ չեմ պատկերացնում առանց մամայի ոնց մենք պիտի անենք։ Իրականում գիտեք, ինչից է գալիս, որ մաման ինքը իր կեսուրի կերպարում չի պատկերացնում տանը, ինքը ավելի շատ մամա է, ոչ թե սկեսուր, ու իրանց փոխհարաբերությունները մայր ու աղջիկ է, ոչ թե սկեսուր ու հարս։ Ու դրա համար ինձ թվում է մեր մոտ ավելի տես ջերմ է, ոնց որ մեկը մյուսից պահանջելու բան չունի, չի ասում օրինակ դու հարս ես, դու պետքա ժամը 7-ին արթնանաս, դու պետքա էս անես, այն անես, արդեն ինձ թվում է անցել է այդ ժամանակները, որ ինչ որ իրարից պահանջներ կար, որ հարսը օրինակ այս կերպարում պետքա լինի, սկիսուրը պետքա այս կերպարում լինի, դրա համար մեր մոտ ավելի սեզ ջերմ է, մենք հաճախ ենք օրինակ, չգիտեմ, քաղաքից դուրս միասին գնում, բան, մենք բնականաբար մեր առանձին ժամանակներ ենք ունենում, մենք մեկս մյուսին հատկացնում ենք այդ առանձին ժամանակը, տանն էլ ենք ունենում։ Մաման օրինակ աշխատանքի է լինում, մենք ենք աշխատանքի լինում, հենց տանն էլ ենք, ասենց ոնց որ նենց չի, որ օրինակ մենք այդ կարիքը ունենք լրիվ առանձին լինելու, որտեղ մենք ի սկզբանե հասկացել ենք, որ մենք ուզում ենք այսպիսի ընտանիք։ Քրիստ, իսկ դու հենց որպես մամա կարողանում ես գնալ խոսել Գևի մամայի հետ, թե ավելի շատ այսպես առանձին չի ձեր ժամանակը իրար հետ, ավելի շատ դու Գևը, Գևի մաման այսպես է ժամանակը։ Չէ, լինում է ինչ որ թեմաներ է լինում, կամ Գևից նեղացած եմ լինում։ Գնում է մաման էլի հուշում է։ Իմ դեմն էլ երկուսով։ Ավելի շատ ոնց որ իմ մաման է, ոչ թե քո։ Ու դա է ճիշտ իրականում։ Սենց ասեմ, իմ մաման ավելի շատ ոնց որ Գևին տղա ընկալի, իսկ Գևի մաման ինձ որպես աղջիկ ու երևի թե դա է հենց գաղտնիքը կամ երջանկության այդ հաջողությունը, հա, մեր ընտանիքի, որովհետև օրինակ իմ մաման էլ նենց չի, որ ես իր աղջիկն եմ, վերջ, ուրեմն Գևը ամեն ինչում մեղավոր պիտի լինի։ Եթե ես ու Գևը օրինակ նեղանում ենք, մաման Գևին է պաշտպանում, իսկ Գևի մաման ինձ է պաշտպանում։ Մենք դες պայմանավորվածություն ունենք։ Ընտանիքներով զուտ փոխվել ենք։ Բայց դա պայմանավորվածություն է, թե մեխանիկորեն է այդպես եղել։ Սկզբում մեխանիկորեն էր, հետո հասկացանք արդեն, ասում էին հենց բան լինի, մաման ասում էր ես Քրիստին կպաշտպանեմ, Քրիստի մաման ասում էր ես էլ դե Փեսուս կպաշտպանեմ, ու sense ոնց որ նենց ստացվեց, որ չէ, իրականում ճիշտ է դա։ Իսկ օրինակ երբ օբյեկտիվորեն որպես մեծ ինչ որ դիտարկում անի կամ
հարթես ու Զայրանա ինչ որ հարցում դա կընդունես, թե այդ փափուկ վերաբերմունքն է, որ ձևավորել է ձեր հարաբերությունները։ Չէ, ամեն դեպքում կյանքը ու ինչ որ միտեղ կարող է ես բաց թողումներ ունենամ կամ չգիտեմ, գև ունենամ ու բնականաբար կողքից մեզ պետք է մարդ, ով ասի, գիտես Քրիստի ջան, այս մի բանը սենց է սարը, արի սենց արա կամ ուղղորդելը ամեն դեպքում ճիշտ է ու ես այդ ամենը ընդունում եմ։ Իմիջիայլոց, քանի որ մամաներից խոսեցիք, ձեր հարսանիքի ժամանակ Քրիստի մայրիկի կողմից նվերը շատ լայն քննարկման արժանացավ, որովհետև բարձրաձայնվեց այդ նվերի մասին, բնակարան ու այսպես շատ քննարկումների տեղիք տվեց։ Այդ հնչեղությամբ նվեր տալու պահը ու հետագա քննարկումները ձեզ վրա ազդեցին, թե չէ։ Ես իմ կարծիքը ասեմ, ամեն ծնող ուզում է իր երեխայի համար անել մաքսիմալը ու այս իրավիճակում էլ Քրիստի մաման ուզեցել է մաքսիմալ անել իր երեխայի համար։ Հիմա մենակ մենք չենք, որ բնական ենք ստացել հարսանիքին նվեր, բայց դե բնականաբար մեր էջում երևացել է ու քննարկման առիթ է ստացել։ Հա, ասենց ասեմ, հարսանիքից հետո ով տեսնում էր առաջի հարցը էր ասում այդ տանն եք ապրում, այդ տանն եք ապրում, ասում եմ, չէ ժողովուրդ, ես որ տուն եմ սարքել, այդ տունը չի, որտեղ բոլորը հարցնում են, ասում եմ, բայց ես մի տարի է այդ տանից սթորիներ եմ տեղադրում, վիդեոներ եմ տեղադրում, բան դուք տեսել եք այդ տունը, բայց մարդիկ հասկանում են, որ դա է, բայց չէ, այդ տունը գտնվում է դեռ շինարարության մեջ, դեռ չի ավարտվել, մենք շատ սիրով ենք ընդունել նվերը ու շատ շնորհակալ ենք, այդ բացասականն էլ մեզ էլ դուր չի եկել այդ բացասական քննարկումները ու յուրաքանչյուր բացասական քննարկում դուր չի եկել, բայց դե հիմա մենք ինչ մեղք ունենք, որ մեր էջում երևացել է, բնականաբար մեր հարսանիքներ, մեր հարսանիքից այնքան կադրեր ա եղել, որ ինչ որ թաքցնելու բան էլ հա չկար։ Մինչև նվերները հանձնելը միանշանակ բոլորը շնորհավորում էին, լավն էին գրում, երբ որ արդեն սկսվեց ծնողների կողմից նվերները, հերթով հայտնվեց համացանցում այդ վիդեոները։ Առաջինը շատ լավ հիշում եմ։ Մերոնց տված նվերները քննարկվեց, որ սկսեցին, վայ ինչի համար էր տենց բաներ պետք, երբ որ հետո արդեն Քրիստի մամայի տված նվերը արդեն հայտնվեց համացանցում, ել ավելի շատացավ ու մենք հասկացանք, հա, միգուցե սխալ էր, բայց մենք դա չենք կարող կառավարել։ Մենք մեր հարսանիքի ժամանակ հետևենք, թե ով ինչա story օրինակ տեղադրում, թե մենք օրինակ մեր հարսանիքը վայելենք։ Անցնելով արևային կայանների գործածմանը դուք ոչ միայն կարող եք զրոյացնել ձեր էլեկտրաէներգիայի ծախսը, այլև այդ ամենը անել լիարժեք անվճար։ Ինչպես Italsolar-ը խաղարկություն է անում։ Մարտի 1-ից մայիսի 31-ը ձեռք բերելով արևային կայան Italsolar-ից դուք կարող եք մասնակցել խաղարկությանը եւ դառնալ այն 3 հաջողակներից մեկը, որոնց արևային կայանի գումարն ամբողջությամբ կվճարի Italsolar-ը, անկախ նրանից գնումը կատարվել է կանխիկ թե ապառիկ։ Եթե նույնիսկ դուք այս 3 հաջողակներից մեկը չլինեք, կարող եք օգտվել Italsolar-ի մյուս առաջարկից, քանի որ Italsolar-ը վճարում է ապառիկի առաջին 3 ամսվա գումարը ձեր փոխարեն, այնպես որ ապառիկի մասին կսկսեք մտածել միայն 3 ամիս հետո։ Շտապեք զանգահարել 8128 եւ հրաժարվել էլեկտրաէներգիայի ամսական վճարներից։ Եթե որոշել եք անցնել արևային կայանների գործածմանը, Italsolar-ը ունի լավագույն առաջարկը՝ արևային մարտկոցներ։ Սա հրաշալի առաջարկ է, որովհետև սա նշանակում է, որ դուք ձեռք եք բերում էներգետիկ անկախացում։ Տարածքում բոլորը կարող են հոսանքազրկում ունենալ, բացի ձեզնից։ Italsolar-ն առաջարկ ունի ոչ միայն հաճախորդի, այլև գործընկեր կազմակերպությունների համար։ Այսուհետ դուք կարող եք մեծածախ ձեռք բերել արևային համակարգի անհրաժեշտ բաղադրիչներ՝ գրովատ փոխակերպիչ, սանկետ վահանակ։ Մի խոսքով այն ամենը ինչ ձեռք եք բերում արտերկրից, այսինքն դուք փոխարինում եք 3 ամիսը ընդամենը 1 ժամով, այնպես որ դիմեք Italsolar-ին զանգահարելով 8128։ Որպես զույգ դուք բացասական որևէ լիցք չեք տալիս, բայց ձեր շուրջ քննարկումները միշտ չէ, որ ամենադրականն են, ու դա մեծ մասամբ պայմանավորված է լինում նաև ձեզ հետ փոխկապակցված մարդկանցով։ Այսինքն ինչ որ իրադարձություն է լինում եւ կուժն ու կուլան կոտրվում է ձեր գլխին։ Ձեր չէ։ Ինչպես եք կարողանում հաղթահարել այդ բացասական ալիքը, որովհետև ենթադրենք ձեր հարսանիքն է, դուք ակնկալում եք շնորհավորանքներ, սիրուն խոսքեր, մեկ էլ սկսվում են բացասական քննարկումներ նվերի հետ կապված կամ ինչ որ մի ուրիշ թեմայի հետ կապված։ Շատ դժվար է իրականում, որովհետև
շատ մարդիկ չեն ուզում ուղղակի ընդունել այն փաստը, որ մենք սովորական մարդիկ ենք ու մենք այդ ամեն ինչը կարդում ենք ու մենք էլ ենք ծանր տանում այդ ամեն ինչը ու այնքան տհաճ է, որ երբ որ օրինակ դու քաղաքից դուրս ես, ընտանիքիդ հետ վայելում ես այդ հանգիստը, մեկ էլ օրինակ պատահական ես Facebook ու հասկանում ես ինչա կատարվում ու հասկանում ես դու մի այնպիսի պատմության մեջ ես, որ չգիտես այդ պատմությունից ոնց դուրս գաս։ Ու այդ պատմության հետ դու կապ չունես։ Դու որևէ բան չես արել, դու որևէ բան չես խոսացել, այ կողքից օրինակ գործընկերները չեն պահել այն սահմանը, որը որ պետք է պահել ամեն դեպքում ու մի հատ ալիք է բարձրանում, որը որ դու չես ուզում այդ ալիքի տակ ընկնես, բայց դու անկախ քո կամքից ես ընկնում։ Անկեղծ ասած, ես ավելի քիչ եմ նեղվում, քան Գևը, որովհետև գիտակցում եմ, որ չես կարող բոլորի դուրը գալու, դա բնական երևույթ է։ Բայց սենց ասեմ, սիրողները թե ինձ, թե Գևին ավելի շատ ու ես միշտ գեղեցիկն եմ փորձում տեսնել, այլ ոչ թե բացասականը։ Ավելի որ կենտրոնանում եմ լավ կողմի վրա, քան բացասական։ Ես միտեղ հասկանում եմ բացասական կոմենտները, եթե կան պատճառ։ Երբ քեզ ինչ-որ վատ կոմենտներ գրեն քո ինչ-որ վատ պահվածքի համար կամ վատ ինչ-որ բան, որը դու արել ես ու մարդիկ դա չեն ընկալել ճիշտ, թեկուզ, բայց երբ դու ոչ մի բան չես արել, ուղղակի չգիտեմ, տանը նստած ես քո մասին խոսել են ու այդ ալիքը եկել է քո վրա, այդ արդեն մեդալի այլ կողմն է ու կարծում եմ, որ այդտեղ մարդու մեղադրելը մի քիչ սխալ է։ Որոշ ժամանակ առաջ կրկին քննարկումներ եղան ձեզ հետ կապված, ձեր գործընկերներից Ռոզան Դավթյան խոսել էր այն մասին, որ ներկա չի եղել ձեր հարսանիքին, հրավեր չի ստացել ու այսպիսով խոսվել էր այն մասին նաև, որ նախկինում ունեցել եք ընկերական հարաբերություններ, որոնք հետո չեն պահպանվել։ Ըստ էության, այդ ընկերությունը քեզ հետ էր ավելի շատ, որովհետև դու եւ Ռոզան ինտենսիվ նկարահանվում էիք մի նախագծում, բավականին շատ էր համատեղ ժամանակը ու ձեր հարսանիքին էլ ներկային ոչ միայն շատ մտերիմ ընկերներ, այլև գործընկերներ, ինչու չէիք հրավիրել Ռոզային ու ինչ է տեղի ունեցել ձեր միջև։ Շատ մտերիմ կապը, որը կարող է մարդիկ մտածում են, որ մեր մեջ ստեղծվել էր, դա ավելի շատ հեռուստապրոյեկտի հետ էր կապված, որովհետև երբ դու խաղում ես շատ մտերիմ ընկերներ, հենց տենց էլ ընկալվում է։ Մենք ունեինք ստաբիլ, լավ հարաբերություններ, այսինքն շատ մտերիմ ընկերներ չենք եղել։ Բայց հենց ասեմ, ինչը վերաբերում է հարսանիքի հետ կապված, ես ուղղակի իմ կողմից հրավիրել եմ միայն այն մարդկանց, ում հետ շատ մտերիմ էի, այսինքն իմ ամենօրյա ընկերներին։ Մնացածին ես։ Մնացածին գերնական չէ։ Իրականում հա հյուրերի մեծ մասը ոնց որ իմ կողմից է։ Ռոզային ինչու չէիր կանչել։ Ախր շատ մարդիկ կային, որոնց օրինակ մոռացել էին կանչեին, որոնց որ ամեն դեպքում ռեստորանի քանակը հյուրերի այդքան մեծ չի, պետքա կարողանաս տեղավորել։ Լուրջ պատճառներ ինչ որ չկա, որ ասեմ, օրինակ այս պատճառը կա, մենք ինչ որ այս մարդուն օրինակ չենք կանչել կամ ուրիշ մարդու։ Չէ, պետք չի ինչ-որ բաներ մարդիկ ման կան, ինչ-որ պատճառներ, որտեղ իրոք չկա, մենք բոլորին անկեղծ լավ ենք վերաբերվում ու բոլորի հետ ջերմ շփումը կա։ Հիմա մարդիկ կան, որ ընկեր են, մարդիկ կան գործընկեր են, մարդիկ կան ուղղակի իրար որ տեսնում ենք, բարևում ենք, բան, մենք չենք կարող էլի բոլորին կանչել հարսանիքին։ Իսկ ինչը վերաբերում է հենց շփման հետ կապված, սենց ասեմ, որ չկա մարդ, ում ասեմ, այս մարդու հետ ես չեմ շփվում կամ այս մարդու նկատմամբ ես ինչ-որ վատ տրամադրվածություն ունեմ ու վստահ եմ, որ ոչ ոք իմ նկատմամբ տենց բան չի կարելի, որովհետև ես մաքսիմալ ոչ կոնֆլիկտային մարդ եմ։ Ու նույնը Ռոզա հետ կապված կարող է օրերից մի օր մենք հանդիպենք, շփվենք, խոսենք սենց։ Այսինքն ոչ ինքը իմ նկատմամբ ունի լարվածություն, ոչ էլ ես իր նկատմամբ։ Բայց Ռոզան գրառում էր արել, որտեղ նշել էր, որ երբեմն հասկանում եք, որ մարդկանց հետ շատ տարբեր եք, տարբեր աշխարհայացքներ ունեք ու պարզապես պետք է դադարել մտերիմ լինել։ Այսինքն այստեղ խոսք է գնում մտերիմ լինելու եւ հետո մտերմությունը դադարեցնելու մասին։ Մենք պրոյեկտի շրջանակներում շատ ջերմ ենք եղել իրար հետ ու իմ մոտ ոչինչ չի փոխվել, ես նույն ջերմությամբ եմ լցված իր նկատմամբ ու ես վստահ եմ, որ մենք օրերից մի օր հանդիպենք, նույն ջերմությունն է լինելու։ Իմ կողմից ամեն դեպքում ես իմ տեսանկյունից եմ ասում, ինչը որ վերաբերում է բարձրաձայնելուն ու հանրային սարքելուն, հա, այս թեման, դա ես չեմ արել, այդ պատճառով շատ հարցերին կարող չկարողանամ պատասխանել, որովհետև
Չգիտեմ, մտածում եմ, որ կան բաներ, որոնք պետք չի ուղղակի բարձրաձայնել, որովհետև բանել չկա, որ ասեմ ինչ որ պատճառ կա, էս պատճառը, կասեի համալա ջան, էս սենց, բայց ոչ մի պատճառ չկա։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ ձեր անվան շուրջ միշտ կա սկանդալներ։ Ո՞նց եք հաջողացնում դուք լինելով այդքան դրական, միշտ հայտնվել ինչ-որ սկանդալների կենտրոնում։ Ֆոկուս։ Անկեղծ ասած, ես երազում եմ ուղղակի այդ ամեն ինչից ես հեռու լինեմ, որովհետև ինձ չի հետաքրքրում այդ սկանդալները, ինտրիգները, բայց ես անկախ իմ կամքից ընկնում եմ, որովհետև ես չեմ խոսում։ Եթե բոլորը գիտակցեն, որ կա մի սահման, որը որ պետքա չանցնել, եթե ինչ-որ օրինակ իմ հետ կապված ինչ-որ մի հարց կա, հենց ինձ զանգել կամ գրել, հանդիպել խոսալ, այլ ոչ թե հարցազրույցների ժամանակ բարձրաձայնել, այսպիսի թեմաներ չի լինի։ Քո անվան շուրջ ձևավորվել է մի բացասական մոտեցում, որ մարդիկ քեզ ընկալում են շատ այսպես խորամանկ տղա, որի հետ օրինակ ես երբ որ շփվում եմ ձեզ հետ, ես այդ ազդակը չեմ ստանում, բայց մարդկանց մոտ ձևավորվել է այդ կարծիքը։ Քեզ վիրավորում է այդ վերաբերմունքը, որը ձևավորվել է քո անվան շուրջ։ Վիրավորում է շատ ու ասեմ մի բան, ես շատ դեպքերում չեմ կարողանում իմ ճիշտը բարձրաձայնել զուտ մի բանի համար, որ ես մի սկզբունք ունեմ, որ իմ գործընկերներից ես չեմ խոսում հարցազրույցների ժամանակ, որովհետև կարող է մի սխալ միտքը այնպիսի մի ալիք բարձրացնի։ Ես եմ օրինակ խոսում եմ, ես կարող եմ մի այնպիսի սխալ բան խոսամ, որ իմ գործընկերոջ անվան վրա մի այնպիսի պիտակ թողեմ, որ ինքը տարիներով չկարողանա այդ պիտակը մաքրել։ Որովհետև դու ինքդ տարիներով չես կարողանում մաքրել քո անվան հետ կապված պիտակավորումը։ Այո, որովհետև ես ակնկալում եի, որ իմ գործընկերները կպահեն այդ սահմանը, բայց իմ գործընկերները չեն պահել, բայց եթե ես ամեն այդպիսի ստեղծված իրավիճակներում իմ ճիշտը բարձրաձայնեի, միգուցե եւ իմ գործընկերները հայտնվեին նույն իրավիճակում, բայց ես նախընտրում եմ ավելի լավ լռել, որովհետեւ ես այդ ամեն ինչի մեջով անցել եմ ու ես գիտակցում եմ ինչքան բարդ է այդ ամեն ինչի միջից դուրս գալ, քան ասենք ես իմ վրայից մաքրեմ, բայց մյուս ուրիշին թողնեմ այդ իրավիճակում։ Ավելի լավա չէ, ես լուր կսպասեմ, մինչև այդ ալիքը անցնի։ Ուղղակի մի բան պետքա գիտակցեն բոլորը, որ սահման կա, որ չպիտի անցնեն։ Ամեն դեպքում ամեն ինչ չի, որ պիտի բարձրաձայնեն։ Կա մեդալի երկու կողմ։ Իրենք խոսեցին, ես չխոսեցի, բայց ես կարող էի խոսել, բայց երբ որ ես խոսեի, ինչքան այս թեմաները կշարունակվեին։ Անդադար։ Իսկ այստեղ կա այն գործոնը, որ երբեմն լինում է, չէ, որ օրինակ մարդիկ ինչ որ մի մարդու մասին զգուշանում են վատ բան խոսել։ Քեզնից կարծես չվախենան, հիմա վախենալ բառը գուցե տեղին չի հնչում, բայց այսինքն չլինի մարդու մոտ մտավախություն, որ իսկ գևը ինչ կմտածի։ Այսինքն քո կարծիքն ու քո զգացողությունը կարծես միջավայրում չկարևորեն։ Ինձ թվում է շատերը հասկանում են, որ առաջի դեպքը չի, որ ինչ որ մեկ օրինակի համար խոսել է։ Մտածում են եւ իրանք էլ իրավունք ունեն խոսելու, բայց չեն գիտակցում, որ դա սիրուն չի։ Դու ինձ օրինակ օրից մի օր եկել ես, ասել ես օրինակ, ես այս ինչ հարցով քեզանից օրինակ նեղացած եմ կամ նեղված եմ։ Արի այս հարցը քննարկենք, հասկանանք ոնց կարելի է լուծել։ Ես ուղղակի օրից մի օր sense մտնում եմ Facebook, հասկանում եմ ինչ որ ալիք է բարձրանում, բայց ինչի։ Ես էլ եմ մարդ ու ես այդ ամեն ինչը այնքան ծանր եմ տանում, որ ոչ մեկ դա չի պատկերացնում։ Ինձ հաճելի չի մտնել տեսնել, որ անկախ իմ կամքից ինչ որ մի հատ ալիքի մեջ եմ ընկել, որը որ вообще իմ հետ կապ չունի։ Սահման կա, որ պետք չի անցնել։ Չեմ ասում, ես ամենալավ մարդն եմ, ես էլ ունեմ սխալներ։ Արի ինձ հետ խոսա։ Ես եթե հասկանամ ես սխալ եմ, ես իմ սխալը կընդունեմ, ես ներողություն կխնդրեմ։ Ներողություն խնդրելու մեջ վատ բան չկա, բայց եթե դու իմ հետ երբեք չես խոսել այդ թեմայով ու որոշում ես հենց հարցազրույցի ժամանակ բարձրաձայնել, դու գիտակցի, որ տեսնում ես այդ ամեն ինչը մի մեծ մարդկանց քանակ, ովքեր իրանց միտքը արտահայտելով բոլորը, մեկը լավ կարտահայտի, մեկը վատ կարտահայտի, մեկը կպիտակավորի, իսկ այն մյուսը որ տեսնի, որ պիտակավորել է, ինքն էլ կշարունակի նույն ձև պիտակավորել ու հետո չեն գիտակցում, որ լավ, այս մարդուն ինչի դրեցինք այս վատ դրության մեջ։ Ու երբ որ տեսնում են հետո քեզ, իրանք չեն հասկանում, որ իրանք քեզ վատ
պատմության մեջ են գցել, իրանք նույն ձև քո հետ շարունակում են շփվել, բայց դա շատ սխալ է։ Ես ուզում եմ բոլորի հետ շփվեմ այնպես, որ տեսնելուց ես մարդկանց կարողանամ աչքերի մեջ նայելով բարևեմ ու ակնկալում եմ նույնը իմ գործընկերներից բոլորից։ Ուղղակի պետքա բոլորը գիտակցեն, երբ որ հանրայնորեն ինչ որ մի բան խոսում ես, դու կարող ես դիմացինի վրա պիտակ թողել, ու այդ պիտակը այդ մարդը հետո տարիներով չի կարողանալու իր վրայից մաքրել։ Ինքը կարող մեղավոր լինի, կարող անմեղ լինի, դու պետքա գիտակցես, որ օրինակ շատ դեպքերում ես մենակ իմ վրա օրինակ չեմ բերում, ես լիքը ունեմ գործընկերներ, որոնց տեսել եմ, որ իրանք էլ են անիմաստ տեղը պիտակավորվել, բայց իրանք էլ չեն կարողացել օրինակ լիքը հարցերում ճիշտը բարձրաձայնել։ Հիմա վերադառնանք ձեզ, երջանիկ եք։ Այո։ Հա։ Ամուսնությունից հետո թե մինչև այդ էլ։ Իրար հանդիպելուց հետո ես իմ ոնց եմ ասում։ Հիմա ես ինչ-որ հակառակ բան ասել։ Ամեն ինչը ոնց որ կրկնապատկվում է ամեն փուլից։ Այսինքն ես հիմա էլ ավելի երջանիկ եմ, քան առաջին օրը, երբ ես Կևին օրինակ տեսել եմ։ Սենց գնալով երջանկությունը շատանում է։ Իսկ երջանկությունը զգալ է այդ նաև աշխարհայացքի հարց է, այսինքն դու պիտի կարողանաս զգալ քո կյանքի երջանկությունները, թե կարող են լինել հանգամանքներ, որ դու ուղղակի քեզնից չի կախված, երջանիկ չես։ Ինձ թվում է պետք է զգաս, որովհետև շատ մարդիկ երջանիկ են, բայց չգիտեն, որ նրանք երջանիկ են։ Ամենամինիմալը, երբ դու ունես տանիք, որտեղ դու ապրում ես, դու արդեն երջանիկ ես, որովհետև շատ մարդիկ այդ տանիքի կարիք ունեն։ Ու դու նստած քո հոգսերով, էսի սենց չեն ինես չի, բայց դու արդեն երջանիկ ես, որ դու ունես ծնողներ, կամ դու ունես երեխաներ, կամ դու ունես նույն տանիքը։ Այդ արդեն դու ուղղակի ապրում ես, դա արդեն երջանկություն է։ Ուղղակի պահը պետք է կարևորես ու հասկանաս, որ օրինակ դու ունես լիքը բան, ինչը որ օրինակ մյուս մարդը չի կարող ունենալ, ու դա արդեն երջանկություն է, պետքա կարողանաս այն ինչը ունես, դա կարևորես ու բավարարվես դրանով ու երջանկանաս։ Դուք այսպես խոսում եք, գրեթե նույն մտքերն եք արտահայտում ու ընթացքում լսարանի համար էլ ասեմ, ես ուղղորդեցի, որպեսզի Քրիստը մի քիչ ավելի ակտիվ խոսի, բայց ոչ թե ինքը տեսակով է пассив կամ դու խոսում ես ինքը լռում է, այլ ասում էր, որ Գևը երբ որ ասում է այն մտքերը, որոնք ես պիտի ասեմ, մեխանիկորեն ես արդեն լռում եմ, որովհետև նույն բանը պիտի ասեմ։ Դուք տարիների ընթացքում նմանվեցիք իրար, թե ի սկզբանե ձեր տեսակով նման էիք իրար։ Կային բաներ, որոնք ի սկզբանե նման են եղել, բայց ինչքան երկար ենք ապրում իրար հետ, այդքան ավելի շատ ենք նմանվում, ու այդքան մտքերը ավելի շատ են նույնը դառնում։ Իրականում առաջի հանդիպումից սկսեմ, առաջի հանդիպանը երբ որ գնացի, մտածում էի լավ, այս աղջիկը հետ ինչ եմ խոսալու էլի, որ սենց խոսակցությունը պահեմ, շփում ստացվի, բան։ Գնացի ու հասկացա, որ ընդհանրապես պետք չի մտածել, մենք այնքան ընդհանուր թեմաներ ունենք, այնքան նույն ձև ենք մտածում, որ դրա կարիքը չկա։ Ես իրականում շատախոս եմ, ուղղակի երբ որ մտքերս արդեն արտահայտում են, չգիտես ինչ ավելացնես։ Իդեպ առաջին հանդիպմանը լարված էր դու փաստորեն։ Լարված էի, մտածում էի ոնց կլինի, տեսնես նույն տեսք ունի, այդ մտքերն էր իմ մոտ գալիս, բայց եկավ իրականում ավելի սիրուն էր, ասի ջան։ Արդեն սիրահարված եկել էր հանդիպման։ Հա, ես էլ մտավախություններ ունեի ու իմ համար շատ կարևոր էր մարդկային տեսակը։ Ես չեմ սիրում ձևտված մարդկանց։ Երբ որ դու խոսում ես կամ շփվում ես մարդու հետ, իմ համար շատ կարևոր է, որ լինի մաքսիմալ այն մարդկային արժեքները, որը որ ես գնահատում եմ։ Բայց դու գնում ես գործնական հանդիպման, չէ՞։ Ամեն դեպքում, հա, բայց ամեն դեպքում ես պետք է չէ այդ մարդու հետ որոշ ճանապարհ անցնել։ Թե հիմա այդ ճանապարհը կլինի մի ամիս, երկու ամիս, թե չգիտեմ, տարիներ շարունակ, դա կարևոր է ու անգամ հիմա երբ մենք նկարահանվում ենք PUBG sitcom-ում, իմ համար շատ կարևոր էր այդ թիմի վերաբերմունքը ու մարդ տեսակը։ Ես դա բազմիցս եմ ասել։ Այդ պատճառով թե գործնական, թե անգամ քեզ հետ շփվելուց ինչն եմ կարևորում, հենց այդ մարդկային հասարակ լինելու ու մարդկային արժեքները։ Եվ փաստորեն նաև խանդոտ է։ Ես զարմացա, երբ իմացա, որ օրինակ քեզ թույլ չի տալիս առանձին նկարահանվել։ Առանձին նկարահանվելը այն ժամանակ ինքը մի քիչ ավելի սուր էր նայում, հիմա քիչ-քիչ գնալով այնքան ավելի adekvat է վերաբերում այս հարցին։
Ուղղակի նենց է ստացվում միշտ, որ մենք առաջարկները միասին ենք ստանում, բայց ամեն դեպքում լինում են առաջարկներ, երբ մենք առանձին ենք ստանում, ուղղակի համապատասխան չի լինում մեզ։ Բայց ամեն դեպքում դու մտածում ես, որ ժամանակի հետ կփոխեմ Գևորգի մոտեցումը եւ կսկսեմ միայնակ էլ նկարահանվել։ Ինձ թվում է, այստեղ խնդիրը նա, որ Գևը, քանի որ ընտրել է մի մարդ, ով այս ոլորտի հետ կապ չուներ, ինքը չէր պատկերացնում, որ նաև տենց կարա լինի, այսինքն ես կարամ առանձին նկարվեմ, բայց ել եմ ասում, որ չգիտեմ, հենց այդ կարծիքը լսենք, ուրիշ բաներ եմ խոսում ստեղ իրարի կապ չունեցող։ Եթե կերպարը այնպեսին է, որ ամեն դեպքում, երբ որ մարդ նկարվում է, իր կերտած կերպարը ասոցացնում են իր մարդ տեսակի հետ։ Եթե իր կերպարը չի փչացնի իր մարդ տեսակը, ընկալմամբ, ես կողմ եմ թող նկարվի։ Բայց խանդոտ ես, օրինակ չես ցանկանա, որ մտերմիկ տեսարան նկարահանվի։ Դե հա ծանր կտանեմ իրականում, չեմ ուզի նման տեսարաններում նկարվի, ինձ թվում է ինքն էլ չի ուզի։ Նայում դրա դեգեց։ Դες նայած ինչքան մտերմիկ, եթե բնականաբար ինչ-որ համբյուրի տեսարանա, ոչ։ Այդ չէ, բայց մտերիմը մենակ համբույր չի առհասարակ։ Չես նայած իրաները։ Իմ տեսանկյունից ուղղակի, եթե գրկելու մասին է խոսքը, դից մտերմիկ ես թեթև եմ նայում կյանքին, ուզում եմ հասկանալ։ Շատ թեթև ես նայում։ Բախտը բերել է իմ հարցում։ Բայց օրինակ նման դեպքերում լինում է, որ վեճի հասնի, թե դուք հանգիստ գալիս եք այդ փոխզիջմանը։ Դե սենց ասեմ, նախ առաջինը առաջարկները գալիս են հիմնականում զույգով, այդպիսի առաջարկ չենք ունեցել, որ Բախտը բերել է։ Հա, բախտս բերել է, բայց Քրիստը գիտի, որ ես լավ չեմ նայում տենց բաներին, որովհետև ամեն դեպքում խանդը կա, այնպես չի, որ խանդը չկա, բայց կախված է ինչ առաջարկ կա, օրինակ եթե adekvat առաջարկ լինի, միգուցե եւ նկարվի, բայց եթե քո ներկայացրած դες մտերմիկ բան, դե իմ ներկայացրածը ո՞րն է, օրինակ զույգ են, եթե նույնիսկ համբույրի տեսարան չլինի, ինչ որ գրկելու տեսարան եւ այլն կարող է չէ լինել, իսկ եթե կերպար է խաղում, մեծ մասամբ ինչ որ մի այլ դերասանի հետ առնչվում է այդ կերպարը։ Բնականաբար խանդը կարա լինի, բայց այստեղ նաև այն գործոնը կա, որ նույնը Գևն է խաղացել ու դա նորմալ է, այսինքն եթե դու անգամ խաղում ես ինչ-որ սիրային, հա, զույգ ուրիշ մարդու հետ, դա չի նշանակում, որ դու իրականում ես իրան սիրում։ Չնայած մարդիկ կարող է տենց են անցալում, դա է մի քիչ խանգարում ու դա է խանդ առաջացնում, բայց հասկացաք, չէ, որ երկուսդ լրիվ տարբեր բաների մասին խոսեցիք, ուղղակի համեստաբար լրացիք հիմա, ասեք ես վերջնականապես հասկանամ խաղալու եք Քրիստո նման տեսարաններում, թե ոչ։ Թող առաջարկը գա, այդ ժամանակ, ասենց ասեմ, ամեն ինչ առաջարկից է կախված։ Դու պատրաստ ես զիջման գնել։ Նայած ինչ կերպար կլինի։ Իսկ դու խանդոտ ես։ Նայած հարցերում, օրինակ կերպարի հարցում խանդ ունես, թե ոչ։ Ես ունեմ այն գիտակցությունը, որ դա խաղ է, որը դու խաղում ես տեսախցիկի առջև, այսինքն դա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այդ պատճառով չէ, ես մի քիչ երևի ավելի, բայց ես եկել եմ այդ մտքին։ Բնականաբար ի սկզբանե, երբ անգամ Գևի հետ ծանոթ չէինք, մտածում էի շատ մարդկանցում եմ, որ ուրեմն եթե խաղում են, ուրեմն իրանք միասին են։ Իսկ առհասարակ եթե խաղալուց դուրս գանք, դու խանդ ունես Գևի հանդեպ։ Ես առհասարակ խանդոտ չեմ։ Չէ, չունեմ տենց ինչ որ բաներ, որ ասեմ այստեղ։ Ինչն է լինում։ Մեկ-մեկ լինում է։ Օրինակ որ դեպքում ալի։ Պատմեք տեսնում որ դեպքում է խանդել։ Պատմեք։ Լինում է sense, եթե ես օրինակ զգում եմ, որ իմ ուշադրությունը պակասում է։ Քո ուշադրությունը երբեք չի պակասում, մի գլխից սարքի։ Այո։ Չէ, ես օրինակ չգիտեմ տենց դեպքեր։ Գեվ որ դեպքում է խանդել, որ ասում ես խանդոտ է։ Օրինակի համար նստած եք այն տեղից ինչ որ մեկը ֆիքսես նայում է բան, ինքը կարա այդ ամեն ինչը նկատի, չասի, հետո անցնի ժամանակ ասի օրինակ այն սեղանից նայում էին կամ բան, բայց ես չեմ նայում։ Իրանք են նայում։ Չէ, բայց ես դա կատակի տեսքով եմ։ Օրինակ որ լինում է չէ տրամադրություն աղջիկների մոտ, հիմա պիտի կռվենք մի քիչ, գոնե հետաքրքրություն լինի։ Այդ եմ հիշում, բայց էդի խանդ չի։
Այսինքն նենց չի, որ ես խոնդեցի ասեցի։ Ինքը տենց ինչ որ բան դրամա չի սարքում էլի։ Ձեզ նայելով թվում է, որ առիթել չպիտի լինի որպես այդպեսին։ Առիթ իրար ընդհանրապես չենք տալի խանդելու, դրա համար էլ ինձ թվում է ավելի թեթև ենք նայում ամեն ինչին ու որ այսպեսի լուրջ հարցեր են տալի, օրինակ խանդ բան, մենք չգիտենք ինչ անկեղծ պատասխանենք, որովհետև տես ոչ կռիվներ ենք ունեն, ոչ տես լուրջ խանդի տեսարաններ ենք ունենում։ Շնորհակալ եմ շատ, հուսով եմ միշտ այսպես թեթև հանգիստ մոտեցմամբ կլինեք ու չեք ունենա բարդ շրջափուլեր, որովհետև մեզ իսկապես շատ են պետք ընտանիքներ, որտեղ սերը առաջին տեղում է։ Մենք էլ քեզ ենք իրականում շնորհակալ։ Որ սենց անմիջական ու լավ հարցազրույց ունեցանք։ Հետևեք Live-room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։ Սերը Բուժեց։